Այսօրվա թեմաները իրականում բավականին շատ են։ Մենք փորձել ենք առանձնացնել այն հատվածը, որը որ հիմնականում մեզ ավելի շատ հետաքրքրում է։ Առաջինը այդ CRRC-ի կողմից իրականացված Կովկասյան բարոմետր հարցումն է։ Իրականում ինքը բավականին հեղինակավոր հարցում է, եթե չեմ սխալվում, մոտ 20 տարի անընդմեջ այս հարցումները իրականացվում է ու սա մի հարցում է, որը որ հղում արվել իր վրա 3000 գիտական հոդվածներ, գիտական աշխատանքներ հղում են արել տարբեր ժամանակներում այս հարցմանը, նաև հազարավոր հաղորդումներում ինքը քննարկվում է։ Դրա համար մենք իրան համարում ենք որոշակի առումով արժանավատ վստահելի բան ու դրա վրա հղվելով մի քանի հետաքրքիր ոնց որ տվյալների վրայով գնանք։ Ստեղ առաջինը, որ ընդհանուր առմամբ ինձ էլ շատ հետաքրքրեց, այս հարցն է, ասում որ կուսակցությունն եք համարում ձեզ ամենամոտը։ Ու հատկանշական է, որ ստեղ դե առաջի տեղը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է 15.1% ու իմիջիայլոց 2021 թվին այս նույն հարցման արդյունքները ցույց են տվել 22.4%։ Այսինքն ստե անկում է եղել։ Երկրորդ տեղում է միշտ հիմնականում խոսվում է Հայաստան դաշինքի մասին, բայց արի ուտես որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 4.1%։ Այս հետաքրքիր է։ Հա, երրորդ տեղում Հայաստան դաշինքն է 3.8%, իմիջիայլոց 21 թվին Հայաստան դաշինքը եղել է 7.6, այսինքն Հայաստան դաշինքի պարագայում է այստեղ կա նվազում, հետո գալիս է Հանրապետություն կուսակցությունը 2.6, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2.3, Ապրելու երկիր կուսակցություն 2 ու այսքանը մնացածը արդեն 2-ից ցածր են գցել են այլի մեջ։ Բարգավաճ Հայաստանը տեսնում ես, բանը 2021-ին էլ է եղել, 2021-ին եղել է 4.5, 2024-ին 4.1։ Ինքն իր ոնց որ բանը ընդհանրապես 0.4%-ով է այդ վարկանիշը կորցրել։ Կայուն է իր։ Կայուն է իր բանը, Ստեղ հետաքրքիրն է, որ հիմնական ուժերինը ավելի շատ իջել է, ու այդ տենդենսը նկատվում է, որ գնալով քաղաքական ուժերի նկատմամբ վստահության տոկոսը առանցնե քիչ էր, բայց ավելի քչանում է, որովհետև ընդհանուր առմամբ մարտիկ 21 թվին պատասխանել, որ առասարակ չկա տես կուսակցություն 42% 21 թվին, իսկ հիմա արդեն 24 թվին այդ թիվը հասել է 54.7%։ Այսինքն առհասարակ որից է կուսակցության հետ իրեն չասոցացնող կամ չհամակրող մարդկանց թիվը ավելացել է։ Ստես հիշեցի բան, այս մի քանի օր առաջ Արամ Զավենի Սարգսյանը բանի Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույց տալուց ասում էր, որ Սերժ Սարգսյանը ավելի բարձր ռեյտինգ ունի, եթե ինքը տեխնացիոն դնի, ավելի շատ ձեն կհավաքի, բայց այս տվյալներից տեսնում ենք, որ Հայաստան դաշինքը 3.8 է, իսկ Հանրապետական կուսակցությունը 2.3 է։ Այս հարցումները մի քիչ ուրիշ տվյալներ են տալիս։ Ղարաբաղի հետ կապված այս շատ հետաքրքիր ցուցիչներ է տալի։ Հարցը սենց են տվել մարդկանց, այժմ ես կարդամ մի քանի պնդումներ Ղարաբաղյան կոնֆլիկտի վերջին դեպքերից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ասացեք խնդրեմ, թե որքանով եք համաձայն դրանցից յուրաքանչյուրի հետ։ Մեզ հետ պատահածը մեր իսկ պլանների, մեր իսկ սխալների ու դավաճանությունների պատճառով էր։ Ընդհանուր առմամբ այս մտքի հետ համաձայն է 83%-ը մարդկանց, ասենք կարծում եմ, որ Ղարաբաղի ճակատագիրը մեր ձեռքում ա եղել, մենք կորցրել ենք։ Ուղղակի այստեղ որ մի քիչ հետահայացնամ ենք միջև 20 թվականի պատերազմը, ինձ թվում է այս նույն հարցը որտեղ լրիվ ուրիշ տրամաբանությամբ կլիներ, էլի պատասխանները։ Բնականաբար, ստե գալիս է բանով, հաջորդը ինձ թվում է, որ մեր տարածաշրջանում Հայաստանը մնացել է մենակ իր խնդիրների հետ։ Այս պնդմանը ընդհանուր առմամբ համաձայն է մոտ 77% մարդ։ Ստե հետաքրքիրն է, որ բանով այս ընկալումը բավականին վերջերս է փոխվել, բայց իրականությունն է, որ Հայաստանը միշտ եղել է մենակ, ուղղակի մենք այս պահին այդ պատկերը ունենք։ Մի հատ որ խնդրեմ նույնիսկ ասես, առաջի բանը որն էր, պնդումը որն էր։ Մեզ այդ պատահածը մեր իսկ սխալների ու դավաճանությունների պատճառով։ Ու քանի տոկոսներ տենց պատասխանան։ 83-ից մի քիչ ավել։ Մեզ այդ պատահածը, այսինքն մեր բանի արդյունքն, մեր սխալների արդյունքն է։ Հա, այս խոսքը Ղարաբաղի կոնֆլիկտի վերջի դեպքերից հետո ստեղծված իրավիճակի մասին։ Բայց իմ տպավորությամբ հուսադրող ցուցիչ է, որովհետև երկար ժամանակ իշխանական քաղաքացիական օրինակ առաջ էր մղում են ամենատարբեր պնդումները, թե ինչ մենք պատերազմում պարտվեցինք,
որ դրա մեջ հիմնականում գերակշռում էր, ասենք, երրորդ երկրների կամ երրորդ ուժերի կամ օտար ուժերին վերագրել այս պարտության հետևանքները կամ չգիտեմ անդադ իհարկե այս իրանց կոպիտ ասած սազանդարներով էին էլի ամենատարբեր լրատվականներում բայց փաստորեն հանրության գերակշիռ մասի մոտ այդ ընկալումը կա որ ամեն դեպքում մեր խնդիրների Հիմա թե պրոբլեմը մեր մեջ զուգահեռ տանենք նաև որ ընդդիմությունն էլ հակառակ թեզներ տան որ ամեն ինչու մեղավոր է իշխանությունը որ հատկապես այնտեղ նաև դավաճանություն բանն էլ կար հա այս այսինքն լավ է չգիտեմ լավ է թե չէ բայց այդ դավաճանությունը կարող է ինչ ինքը ասոցացվում օրինակ գործող իշխանությունների դավաճանական քայլերի հետ դրա համար է մենք գործում ես չգիտեմ այդ մի հանգամանքն էլ իրականում ինձ թվում է ավելի անհանգստացնող է որովհետև էլի երբ որ վերագրում ենք դավաճանությանը կամ վերագրում ենք օտար ուժերին մեզ չհաջակցելու մեջ, էլի ոնց որ պատասխանատվությունը օտարելու ձև է։ Այ մեր փոխարեն որոշված էր, ծախված էր կամ չգիտեմ ինչ էր էլի։ Դե հետո ստե չի հստակեցվում կոնկրետ այս դավաճանությունը միանշանակ չի, այս կարող անցալվի որպես դավաճանություն դաշնակիցների կողմից, դավաճանություն իշխանությունների կողմից, դավաճանություն նախկին իշխանությունների։ Այդ հարցը իրական քննարկվեց, ես տեսա որ Facebook-ում օրինակ շատերը այդ հարցը դնում են, որ պետքա տարանջատվեր այդ երկու հարցը պետքա երկու մասի բաժանվեր, էլի։ Որտեվ всё-таки օրինակ այն առաջին մասը, որ մենք ասում ենք մեր սխալների, դա փոքր ոնց որ ողջամիտ մեկնաբանություն, այսինքն մարդիկ մտածում են, որ всё-таки կա Հայաստանի Հանրապետություն, կա հասարակություն, կա պատասխանատվություն, իշխանություն եւ այլն, ու այդ տիրույթում է ամեն ինչը տեղի ունեցել ու պատճառները պետք է այդտեղ փնտրել, ոչ թե օրինակ ասեն ռուսները մեզ գցեցին, թուրքերը եսիմ ինչ արեցին, բա որն է այդտեղ մեր ոնց որ պատասխանատվության գոտին, ինձ թվում է պետք է տարանջատվեր, որ ավելի հստակ լիներ, էլի մեկնաբանություն, հիմա մենք ինչա մեկնաբանենք, այտենց զուտ մեկնաբանություն ա լինել։ Հա, բայց այդտեղ հետաքրքիր ու ավելի կոնկրետ մի հատ է հարց կա։ Օրինակ, ասենց կարծում եմ, որ Ղարաբաղյան կոնֆլիկտն այլևս գոյություն չունի։ Այս բնդման հետ համաձայն չի 66%-ից ավել մարդ։ Այսինքն գործող իշխանության տարվող թեզը որ փակել ենք այդ էջը։ Հա, Արցախի շարժումը ավարտվել է, ոնց որ այդ դրա քուանշն է, էլի։ Հա, դրա քուանշն է իրական։ Այս արտահայտությունը, որովհետև մարդիկ այդ հարցը ավարտված չեն համարում։ Ստեղ բանով քաղաքականի հետ կապված էլի մի հատ հետաքրքիր թիվ կա, ասում է, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային գալիք կիրակի օրը, կմասնակցեիք այդ ընտրություններին, մասնակցության մասով է։ 45.4%-ը ասում է միանշանակ կմասնակցեր, 13.7%-ը ամենայն հավանականությամբ կմասնակցեր։ Բայց եթե ասել են այդքանը կմասնակցեն, դա եթե չեմ սխալվում ավելի շատ է, քան որ նախորդ ընտրությունների մասնակցությունը հենց եղել է։ Եթե չեմ սխալվում 42% էր ընտրական իրավունք ունեցողների 42%-ն էր մասնակցել։ 25 թվի արդյունքները ոնց որ կա, չէ՞, նախորդի։ Այս կոնկրետ էս իմ բանի մեջ չկա, որովհետև այս հետազոտությունը իրականում դեռևս ամբողջական ձևով տեղադրված չի, ինքը ոնց որ առանձին քաղաքվածքներ կա, բայց այս մասում 21 թիվը չկա։ Բայց այդտեղ հետաքրքիր է ինչն է, որ օրինակ ասում ենք մարդկանց հարցը հնչել որ կուսակցությանն եք ավելի հարում, հա, թե համակրում, որն է ավելի մոտ ձեզ, հա։ Այդ այսինքն եթե 45%-ն է մասնակցելու, եթե օրինակ այս հարցմամբ ասենք իրականության համապատասխանի 45, դա նշանակում է այն մարդկանց հիմնական ասենք այդ տոկոսները հնարավոր է ասենք բան կրկնակի դառնա։ Այսինքն ԿՊ-ն ոչ թե օրինակ որտեղ լիքը մարդ այնց է վերլուծում, օրինակ չի հասկանում, օրինակ մարդիկ ասում են 15%-ն ասում ԿՊ-ն ինձ հարում, այդ նշանակում է ընտրությունները ասենք 30%-ն անդրելու կամ ավելի շատ է եւ այլն։ Դա համար այս մի փոքր այդքան է հստակ, չէ՞, որտեղ մարդիկ կա ինչ որ ասում են համակրում ենք, բայց կարող ընտրությանը չգնան կամ այն մարդիկ, որ ասում են խոսքի չգնան ու այդ գնացածների միջև 15%-ը ավելի մեծ կշիռ ունենա, քան որ ընդհանուր իրականն է։ Կանանչը համակրելով է ընդրեն տարբեր պատճառներ, օրինակ արտաքին քաղաքական կողմնորոշումից ելնելով, խնամի ծանոթ բարեկամ կողմնորոշումից ելնելով, խաթրով եւ այլն, այդ թվերը կարող տարբեր լինի։ Համենայն դեպս այս ցույց է տալի, որ 24 թվին արդեն մեծ հետաքրքրություն կա պարլամենտական ընտրությունների մասով ու իմ պատկերացմամբ ինչքան ժամանակը մոտենա, այնքան մի բան էլ այս թվերը մեծանալու են։ Ստեղ էլի քաղաքականի մասով ասա խնդրել են որ նշեն Հայաստանի առջև ծառացած 3 ամենակարևոր խնդիրները 44%-ը նշել է խաղաղության պակասը։ Հատկանշական է որ 2019 թվին նշել է 30%-ը գործազրկությունը, 14%-ը աղքատությունը։ Իսկ հիմա համել 21 թվին եղել է 41% խաղաղության պահը, իսկ 24 թվին
դարձել է Էս էլ է թիվը կարևոր իրականում։ 44%։ Այսինքն 21 թվից մինչև այս կողմ այս իշխանությունը, որը դիրքավորված է ավելի շատ իրական Հայաստանի հարևանների հետ կոնֆլիկտ չունենալու քաղաքականությամբ, փաստացի հանրային ընկալումներում մեկը երկրում խաղաղության պակասը ինքը համարվում է գերախնդիր, այսինքն նույնիսկ խաղաղության policy-ին քաղաքականությունը չի կարեցի իր նպատակներին հասնել, եթե կարելի է, նո, բարձր ինքը բարդ հարց է ու նենց առերևույթ հարց է, էլի, բոլորս է տեսնում ենք, որ քաղաքականությունը չի իր նպատակներին հասնել, բայց որ հանրային ընկալումներում էլ կա այդ խնդրի ընկալումը որպես առաջնային, էս կարևոր է ու նույնիսկ աճել է, չէ՞, 41-ից 44։ Աճել է ու ես համել սրան զուգահեռ նկատել եմ, որ ընդդիմադիր ուժերը հիմա սկսել են գրեթե չխոսալ Արցախը հետ բերելուց։ Օրինակ, ինչքան ժամանակագրորեն հետս, այսինքն իրանք էլ են այդ հասկանում, որ եթե դու խաղաղության օրակարգ չես սպասարկում, քեզ չեն ընտրի։ Բայց դե օրինակ Ես այստեղ միանգամից ասեցի արագ ճշտեմ, փաստորեն ես սխալվեցի, ոչ թե 42%-ն է մասնակցել ընտրական իրավունք ունեցողների, այլ 49.4%-ն է մասնակցել։ ընտրություններին հենց որ մասնակցել։ Հա, այսինքն մոտավոր 21 թվականն է, չէ՞։ 21 թվականը ուղղակի մի քիչ ուրիշ ընտրական տարի էր, ինքը լավ բան էր, էլի։ Բայց ես թվում եմ, եթե sense գնա նույն կրկնապատկերն անելու։ Բայց ես այդպես չեմ Այսինքն կարծում, ասել կներես են, որ բայց գալի Կիրակի եթե ընտրություններ լինի 45%-ը կմասնակցի։ 13%-ն էլ ամենայն հավանականությամբ կմասնակցի։ Այսինքն մոտավոր այդ հենց այդ թիվն է գալի, էլի, նույն 21 թվի պատկերն է գալի։ Այստեղ մեկ էլ գիտեք ինչն է, նոր նայեցի, այ ճիշտ ասած նայել է ես նկարանումից առաջ, բայց օրինակ նոր ֆիքսեցի, որ տեսեք, օրինակ 21 թվին, քանի որ ու դրանից հետո շատ էր խոսում դելիմիտացիա, դեմարկացիա, ասենք ես հիշում եմ մի տարի առաջ հատկապես այդ դելիմիտացիայի հարցը, հիշում եք, օրինակ սրբազան շարժման հենց տրիգերը այդ էր, որ մարդկանց դուրս բերեցին փողոց։ 24 թվականին այդ հարցը չկա ուղղակի մարդկանց մոտ։ Այսինքն կամ ինքը կարելի ասա քաղաքական օրակարգից դուրս է եկել, process չկա նաև։ Ու հետո այդ այն տեղում, որտեղ դեմարկացիա, դելիմիտացիա է տեղի ունեցել, այս առումով կարելի ասել, որ ընդդիմություն չի կարեցել մարդկանց այդքան էլ տենց համոզի, որ դա տենց կարևոր խնդիր է, էլի կոպիտ ասած, եթե դելիմիտացիայում մենք ոնց որ բացասական հետևանքները մեր վրա կկրենք։ Կամ էլ ավելի շատ ազդեցություն որ քաղաքական օրակարգում ուղղակի դրա մասին չի խոսում։ Եթե ես գիտեք ինչն եմ հիշում եմ, որ Գառնիկ Դանիելյանը Նիկոլ Փաշինյանին հարցեր է տալի կոռուպցիայի մասին ու Նիկոլ Փաշինյանը դա չի կարելի չօգտվի առիթից, դա իր համար ասենք ոնց որ երկնքից բան իշնի, դες մանանա իշնի, ասում է այդ ոնց որ մոռացաք, այդ իրանցի դեպքերը, ու էսի սրա հետ եմ էլի կապում, որ ընդդիմությունը ոնց որ հասկացավ, որ սոտեկի արդեն մի քիչ ժամանակավրեպ է, եթե process չկա ու մարդկանց ընկալումներն էլ է փոխվում, էլի այդ խոսույթից, խոսույթ չկա, մարդիկ չեն մտածում այդ խնդիրը։ Իրանք իրականում ընդդիմությունը այն քարոշչությամբ այդ մտավ դաշտ, որ ասաց 4 գյուղը հանձնում են ու եկեղեցին անդեմնալու, ուրիշ ինչ-որ բաներ, ճանապարհը մնալու, սենց, այսինքն հիմնականում այդ հանձնելու թեմայով ոնց որ այդ խոսակցությունը սկսեցին, հետո արդեն գնաց կոնտրքարոշչությունը ու մանավանդ որ այդ շարժումն էլ բան եղավ, իր նպատակին չհասավ, այս համակցվածության արդյունքում իշխանության քարոշչությունը ոնց որ հաղթեց ու իմ մոտ էլ այդ ընկալումը կա, որ այս դելիմիտացիայի գործընթացի նկատմամբ հիմա վերաբերմունքը մարդկանց ավելի պոզիտիվ է։ Այսինքն մարդիկ դեմ չեն։ Հակառակն են հիմա։ Մի բան է հասցեն արագ, հիմա այն ժամանակ Կամ առնվազն իմ տպավորությամբ կարան վերաբերմունք էլ չունենան։ Ես sense մի բան ասեմ, վաղ հիշում եմ, որ sense երկու կողմերը իրար մեղադրում են, օրինակ ես էլ էի այդ երկու կողմերի պես չէի մտածում, ես ասում եմ, այստեղ խնդիրն է նա կշարունակվի թե չէ ինքը լավ բան է։ Այսինքն, եթե փոխադարձության սկզբունքով ինքը ամբողջ սահմանի երկայնքով շարունակվելու, ինքը շատ լավ բան է։ Եթե մենք խաղաղության քաղաքականություն ենք որդեգրել, ինքը շատ լավ բան է։ Բայց տեսեք, հիմա մարդկանց մոտ էդ է, այսինքն այս ամեն ինչից հետո հասկացել են, որ всё-таки այդ նեշի շատ խնդրահարույց բան է, բայց այդտեղ կարող ունենա մենք շարունակում ենք, թե չէ, հիմա կարա հակառակ էֆեկտ ունենա, երբ որ ասենք առաջին դելիմիտացիայից հետո որ Կիրանցի այդ հատվածում եղավ, ասենք 10 տարի հետո կամ 5 տարի հետո ոչ մի բան չլինի այդտեղ։ Դրանից հետո որևէ տեղ դելիմիտացիա, դեմարկացիա չլինի։ Այդ կարա մարդկանց մոտ բան առաջանա, որ Ադրբեջանը զուտ պատրվակ էր մի բան փոկից Հայաստանից։ Հասկով էստավյալից մենք կարանք ֆիքսենք, որ եկող ընտրություններում էական մեծ դեր է խաղալու, թե ով է խաղաղության անունից խոսում ու այս խաղաղության ծրագիր առաջարկողները իրանք ավելի մեծ շանսեր են ունենալու, քան բան։ Իմ պատկերացմամբ դաժե ընդդիմությունը խոսույթը փոխելու է, իրանք էլի խոսելու են խաղաղությունից, բայց մի քիչ վերաձևակերպելու են, բայց այս արժանապատիվ խաղաղությունն էլ արդեն ոնց որ
ինքը բան եղավ, էլի, չաշխատեց, հիմա ինչ-որ նոր ստրատեգիայով ինձ թվում է գնդաշտ։ Հետաքրքիր Բարգավաճ Հայաստանը կմասնակցի 26 թվականի ընտրություններին ինչ արդյունքների։ Ռեյտինգը բավականին, ասենք, երկրորդը։ Ինձ թվում է իրական, հա, մենք ասում ենք, որ ինքը նույն ասենք իր անդրազանգվածը, Ծառուկյանի անդրազանգվածը նույնն է, այլ միշտ 4-4.5% կա, բայց 21 թվին այդ երկու կողմի sense իրար խփելը ազդեց Ծառուկյանի վրա, ինքը չկարեցավ էլի անցողիկ շեմը հաղթարի։ Բայց նաև ուրիշ տեսակետ է լսել։ Բայց մի հատ շարունակեմ էլի, այս ինքը այս վերջին տարիներին գրեթե ուղղակիորեն քաղաքականության մեջ չի եղել։ Բայց լավ աշխատել է։ Բայց լավ աշխատել այն առումով, որ ասենք օրինակ լավ բաներ արել։ Իրական մեր ժողովրդի մոտ ես ինչ հիշում եմ, այդ լավ բան անելը միշտ այնց հետագայում լավ հեշտ ձևով քաղաքական կապիտալի է վերածվել։ Ու ինձ թվում է, եթե Ծառուկյանը ասենք տենց մի քիչ է սպասի կոպիտ ասած, այս քաղաքական աղմուկին ինչքան շուտ միանա, այնքան իր կապիտալի իջնելու, որտեվ իրականում շատ տենց ասելիք կա էլի տարբեր կողմից, ասենք ընդդիմությունը կարող մեղադի, բա դու ուր ես քան վաղ, իշխանությունը ասենք նոր քրեական գործեր, նոր հետաքրքիր դեպքեր, օրինակ շուտվանից Նիկոլ Փաշյան չի հիշում, որ Ծառուկյանը բռնարար է, կոռուպցիոներ է կամ չգիտեմ, իր ախրանիկները մարդ են ծեծե եւ այլն, այսինքն այդ ուղիղ համեմատական է, ինչքանով ես քաղաքականապես ակտիվ, ինչքան է քեզ խփում, ու ինչքան կարաս դու դիմանաս այդ քաղաքական տուրու դմփոցին։ Ուղղակի 21 թվականի դրությամբ ես այդ քարոզարշավը որ դիտարկում էի, նաև այսպիսի տեսակետ կար, որ իրականում 21 թվականին ինքն իր արժեվ խնդիր չի դրել խորհրդարան անցնելու, ու մասնակցությունը զուտ մասնակցության համար է։ Ու քարոզարշավից էլ էր այդ տպավորությունը ստացվում, որովհետև ամեն դեպքում բավարար ֆինանսական ռեսուրսներ ուներ վստահաբար այսպես բավարար մակարդակի քարոզարշավ անցկացնելու, բայց քարոզարշավը, չգիտեմ, ասենք գրեթե ոչնչով չէր տարբերվում այն խորհրդարան չանցած մնացած ուժերի քարոզարշավներից, էլի։ Ես ունեին բավարար ռեսուրս։ հիշեցի, որ տես տպավորություն իմ մոտ էլ է եղել։ Սա մի հատ հետաքրքիր թեմա կա, ասում է քաղաքացիների համաձայնությունը այն պնդման հետ, որ Հայաստանի ներքին քաղաքականությունը զարգանում է ճիշտ ուղղությամբ։ Այստեղ 21%, 24 թվին, 21 թվին եղել է 17%, այսինքն աճ է հիմա նկատվում։ 19 թվին եղել է 67%։ 19 թիվը հայ ժողովրդի պատմության ամենաերջանիկ տարին է։ Բայց հատկանշական է, որ 15 թվին եղել է 7%, 13 թվին եղել է 8%, այսինքն այս 21-ը արկա այդ հետին թվերի համար, հա, բայց դե հետաքրքիր տվյալ է կա 2009 թվին եղել է 30%։ Բայց նայի Սերժի վերջին եղել է 31։ Այսինքն Սերժ Սարգսյանի ամենացածը տարիներին է։ Բայց Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի տարիներին բարձր ամենաբարձրը, բայց Ռոբերտ Քոչարյանի տարիներն են։ Ուղղակի այս հարցման բնույթ, օրինակ մարդիկ մի քիչ տարբեր ընկալումներ էլ ունեն, էլի ներքին քաղաքականություն ասում։ Օրինակ որ ինձ ասում են ներքին քաղաքականությունը, ես ավելի շատ նկատում եմ այս ներքին դերակատարների միջև սիմբիոզը, ասենք, ինչա տալի դրական, թե չէ, ասենք, եթե դրական է տալիս այդ ընդհանուր աժիոտաժը, կասեի հա, բայց չգիտեմ մարդիկ օրինակ ասում են ներքին քաղաքականությունը ինչ բան ունեն։ Դենց ավելի օրինակ որ ասում ես որ ուժին ես համակում, ինքը ավելի հստակ հարց է, էլի, կամ ասենք այս կողմես կամ այն կողմես կամ այս կողմես։ Այդ թվերը, որոնք որ ասացիր, դրական են գնահատել այդքան մարդիկ ներքին քաղաքականություն։ Ճիշտ ուղղությամբ համարում են, որ ներքին քաղաքականությունը զարգանում է ճիշտ ուղղությամբ։ Իսկ մի հատ ուրիշ թվեր էլ կասես, օրինակ այն մնացածը ոնց են պատասխանը։ Մնացած չկա, այստեղ այս պնդման հետ համաձայն են 2008 թվին 31%-ը, 9 թվին 30%-ը, 10 թվին 18, 11-ին 14, 12-ին 13, 13-ին 8, 14 չկա, 15-ին 7, 17-ին 8, Այսինքն հետո 67 պատասխան չկա։ Չէ, մենակ այս պնդման հետ է կապված, էլի, եթե 21-ը համաձայն է, այսինքն մնացածը կամ պատասխան չունեն, կամ համաձայն չեն։ Հա, այս ներկայումս որ երկիրն է Հայաստանի հիմնական բարեկամը, դե առաջ տեղը Ֆրանսիան է, Քանի տոկոս։ 37, երկրորդ տեղը բանն է, ոչ մի 27%, երրորդ տեղը կարա գուշակեք ով է։ Հնդկաստանը։ Ռուսաստան։ 14%։ Բնակչության 14%-ը ինտերնետ չունի, հա։ Իսկ 14%։ Իսկ 21 թվի տվյալներ ունենք նույն հարցման վերաբերյալ։ Այո, 21 թվին ուրեմն ոչ մի 18%, բան Ֆրանսիա 36%, Ֆրանսիա նկատմամբ Ռուսաստան 35%։
21 թվականի դրությամբ դեռ Հայաստանում այսպես Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը ավելի դրական ա եղել, քան 24-ին։ Մենք 21 թվականին զինված ուժերի լալով մենակ իջել է։ Օրինակ 13 թվին եղել է 83, 15-ին եղել է 75, 17-ին եղել է 63, 19-ին 57, 21-ին 35, այդ պատերազմից հետո էր, բայց 24-ին 14, այսինքն ցենց հետևողականորեն գահավիժում է Փաստացի իշխանական թեզերը շատ ուժեղ են, էլի, այսինքն ամենամեծ ազդեցություն տվողները այս բոլոր բաներում հենց այդ իշխանության տված թեզերն են, որ բարձր տոկոսներ ունեն։ Թե խաղաղության բանը, թե Ռուսաստանի բարեկամ։ Ընդհանուր առմամբ, եթե հարցերը տենց տոկոսային հարաբերակցությամբ հանենք, հա մեծ մասով հարցերով սենց ինքը շահեկան դիրքում է իշխանությունը։ Ասենք տարբեր թվերը համեմատում, մի երկու տեղ էր որ ասացին, որ հա ինչ որ ձևով այդքան էլ, հա, բայց այդտեղ խնդիրն է նա, որ նույնիսկ եթե այդ դեպքում իշխանության փաստարկները համոզիչ չեն եղել, այնց չէ, դրա այլընտրանքային օրակարգ կա։ Օրինակ ես այս հարցումից այդ տպավորությունն եմ ստանում։ Կամ տեղ կա որ ԿՊ-ն ասենք իր թեզերով այս հարցերի պատասխանատվություն տա որ ավելի համոզիչ ա եղել իր օրակարգը, կամ եթե չեն էս չի, տենց ընդդիմադիր այլընտրանքային օրակարգը ժողովուրդ ասում այս է սրա կողմն է։ Այս կողմնակ նենց չէ, սենց հարցը դրված է իրական Հայաստան ու ոչ իրական Հայաստան, մարդիկ ասում են մենք ոչ իրական Հայաստանի կողմնակից ենք։ Սենց դու բարձեցի որ սենց այսինքն հարցման մասնակիցները ստիպված են եղել ընտրել ԿՊ-ի թեզերի մեջ, էլի։ Ես տենց եմ հասկացել, բայց էսի թեզի բան չի, որովհետև իրանք ասում են որ երկրի, ըստ ձեզ ներկայումս որ երկիրն է Հայաստանի հիմնական բարեկամը։ Իրանք երկրներ են նշել։ Չէ, բացի այս հարցը ընդհանուր առմամբ ինքը այդ տպավորությունը թողնում է, ասենք չգիտեմ, կապված ասենք նույն այդ անվտանգային հարցերի հետ կապված, ասենք մի երկու հարց եթե հանենք, օրինակ դելիմիտացիա, դեմարկացիան էլի ասեցինք, որ ԿՊ-ի թեզերը որ դա լավ բան է, всё-таки տենց եթե բարձրացնենք հարցը, ինքը ընկալվել է ժողովրդի կողմից, գոնե եթե այնվաղ կարճաժամկետում խնդրացու, երկարաժամկետում արդեն տենում են, որ մարդիկ մի քիչ ընկալել են այդ օրակարգը։ Բայց դե կոնկրետ այս հարցման մեջ եթե նայենք, ինչ որ կերպ թեզն աշխատել է, նայ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը որ փոխվել է, նաև այդ թվում ինձ թվում է իշխանության կամ մերձիշխանական ուժերի մեծամասամբ ես կարծում եմ որ մեծամասամբ հենց իշխանության ես էլ ասում եմ փոխվել է որ աշխատում է վերաբերմունքը Ռուսաստանի Ուղղակի ես նկատմամբ։ մի քիչ Ես չեմ ասում օբյեկտիվ հանգամանքներ չկան, բնականաբար կան օբյեկտիվ հանգամանքներ, ջերմուկի դեպքերը հաշվի առնել կամ ասենք բանի այդ Լաչինի ճանապարհի փակվելը, Արցախի հայաթափումը եւ այլն, բնականաբար այստեղ մարդիկ տեսել են ռուս խաղաղապահների անգործությունը եւ այլն, բայց նաեւ դրան գումարվել է իշխանական այդ քարոզչությունը, որ Ռուսաստանը մեզ գցեց, Ռուսաստանը մեզ քաշեց։ Հա, դե շատ դեպքերում այդ քարոզչություն չի եղել, ուղղակի արձանագրել են, շատ դեպքերում քարոզչություն ա եղել, բայց էսի մոտավոր բանը է, ասես ներկայումս որ երկիրն է Հայաստանի հիմնական թշնամին։ Առաջ տեղ Ադրբեջան 56%, հետո Թուրքիա 28%, հետո Ռուսաստան։ Ռուսաստան չկա, մեկը կա ոչ մի, հա։ Թշնամի Ռուսաստանի հետաքրքիր է, անցալում են ոչ բարեկամ, բայց թշնամի չեն անցալում։ Թշնամի չեն անցալում, ստե բանով դե Թուրքիան իջել է, օրինակ 21 թվականին Թուրքիան թշնամի է համարել, մարդկանց 46%-ը, հիմա համարում է 28%-ը, իսկ Ադրբեջանի նկատմամբ թշնամանքը աճել է 21 թվականի համար, 21-ին եղել է 46%, հետո 56։ Բայց ես պատկերացնում եմ, որ էսի պայմանավորված է, քանի որ 21 թվի տվյալը 22-ին եղել է հարձակումը, ջերմուկի դեպքերը բան, ու դրանից հետո այդ աճել է, իսկ Թուրքիան, քանի որ 20-ին էր ակտիվ ներգրավված, հետո որպես այդպեսին пассивացել է, գնալով նվազել է։ Դրան էլ գումարենք նաև այն հանգամանքը, որ հայ-թուրքական հաշտեցման մասի խոսակցություններն են բավականին այսպես շատացելու այդ ուղղությամբ իշխանություններն աշխատում է, որ պետքա փորձել հարաբերությունները կարգավորել, ինձ թվում է այդ առումով էլ նաև նպաստ է հանրային ընկալումների վրա, որ Թուրքիային ավելի պակաս թշնամի են սկսել ընկալել, քան որ ընկալում էին։ Ես իրականում երկու բան էլ էի ուզում ավելացնել, որ սենց իմ մոտ ֆիքսել էի։ Մեկը պետական կամ այլ ինստիտուտների հետ կապված, այստեղ հիշում եմ, այս վերջերս Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տալի ու իրան հարց էր ուղղված, ինչու է ազգային ժողովը այդքան ոչ հեղինակավոր, հա, ժողովրդի շրջանում ու այստեղ հետաքրքիր էր, որ ասենք կարդում ես, ասա կոնկրետ տվյալը ասեմ, օրինակ ազգային ժողովին ընդամենը 6.2%-ն է, որ ասում է լիովին վստահում եմ, ու դա ասենք ավելի քիչ է
կամ հավասարը հապկի հետ կապված, ասենք ժողովրդի վերաբերմունք։ Այսինքն 4% օրինակ հապկի վերաբերյալ կա, որ վստահում են մարդիկ, մի այդքան ազգային ժողովի։ Այս Մարդիկ ավելի շատ վստահում են հապկին, քան Չէ, լիովին վստահողների թիվը ազգային ժողովի 6.2% է, հապկին 4.4։ Հա, 1%։ Տարանջատվածությունը այսքան է։ Ու նաև այստեղ հետաքրքիրը այն է, որ երբ որ կուսակցությունն ամբողջական են դիտարկում որպես ինստիտուտ, մարդիկ զզված են։ Այստեղ նույնիսկ տոկոս էլ չկա, գրած թե լիովին վստահողների թիվը ինչքան է, բայց ավելի շուտ վստահում եմ, այսինքն այն որ տենց շատ չեմ վստահում, բայց վստահում եմ, ընդհանրապես 7.3%-ն է։ Այսինքն ընդհանուր առմամբ մարդկանց վերաբերմունքը կուսակցական կամ ընդհանուր այդ տիպի քաղաքականությանը, քաղաքական գործիչներին, ովքեր կուսակցություն են ներկայացնում, այդքան էլ ցենց լավ վերաբերմունքի չի արժան, որովհետև այս հանրային ընկալումների մասով շատ եմ լսել, որ մարդիկ օրինակ ասում են, արա դե ամեն մեկը օրինակ կուսակցություն է ստեղծում, կամ Հայաստանում ինչքան կուսակցություն, ավելի լավ չի մի հատ երկու հատ լինի, միանգամից հասկանանք, ամեն օր մի հատ ստեղծում են, ինձ թվում է, այս ընդհանուր առմամբ այս բանի մեջ անգրում, հանրային ընկալումը շատ բացասական է։ Վերաբերմունքը առհասարակ կուսակցությունն է։ Իմ պատկերացնում եմ այդ կուսակցությունների մասով, ինչքան որ այդ կուսակցության առաջնորդը ունի հեղինակություն, այդքան այդ կուսակցությունը, որովհետև հիմա քաղաքացիական պայմանագիրը 15% էր, չէ՞։ Նիկոլ Փաշինյանինը 14% էր, մի հատ ուրիշ հարցմամբ 23 թվին։ Ու որ sense նայում ես ոնց որ դրանք իրար ուղիղ համեմատական լինեն։ Դե դրա վերաբերյալ Ալեն Սիմոնյանի բարձրաբանումը ես որ լսեցի, ասում է դե ամբողջ աշխարհում էլ այդպես է, պարլամենտները միշտ էլ այդպես բարձր հեղինակություն չեն ունենում, որովհետև այստեղ ամենա այտենց ոնց որ բան ամենազզվելի հարցերն են կոպիտ ասած միշտ քննարկում, այդքան էլ հանրության հետաքրքիր չի։ Ֆակտ չեք անել, թե ինչքանով է ճիշտ Ալեն Սիմոնյանի այդ պնդումը, օրինակ ուսումնասիրել թե Եվրոպայում օրինակ պարլամենտները ինչ հեղինակություն են, օրինակ հատկապես Մեծ Բրիտանիա, որովհետև այնտեղ ինչ որ ձևավորված էլի մշակույթ կա։ Այնտեղ էլ օրինակ շատ սուր տենց հարցումներ ա գնում, բայց ինքը մշակույթ է դառը, այսինքն նույնիսկ այդ ամեն ինչը տենց նորմալ է էլի դիտվում այդ բանավեճը։ Մեկ էլ ստեղ մի հետաքրքիր բան կար, որի մասին օրինակ կուզեմ խոսենք։ Հայաստանում դատարանների հանդեպ մարդկանց վերաբերմունքի մասին պնդումը այսպիսինն է, ասում է Հայաստանում դատարանները կողմնակալ են որոշ քաղաքացիների նկատմամբ, որ ինչքանով եք համաձայն, ավելի ճիշտ համաձայն եք թե չէ, ու մարդկանց 70.6%-ը համաձայն է։ Այսինքն մարդկանց ահռելի այտենց մեծամասնությունը, բացարձակ մեծամասնությունը, այո, ասում է որ դատարանները կողմնակալ են որոշ քաղաքացիների նկատմամբ։ Այս որոշ քաղաքացիներ ասված են, ինձ թվում է նկատի ունեն հենց քաղաքական գործիչներին։ Ու այս հետաքրքիր է իրականում, երբ որ օրինակ դե 18 թվից այս կողմ այս իշխանությունը ասում է քաղաքական հետապնդում, օրինակ իմ մոտ մեկ բան է Facebook-ում memory-ներ ա բերում, իրական որոշ խոսքեր կա, օրինակ ես որ կիսվել եմ, մտածել եմ, ասենք անկեղծություն կա, քաղաքական կամ կա, այդ ամենը չի իրագործել, օրինակ որ Հայաստանում քաղաքական թշնամանքի էջը փակված է, քաղաքական հալածանքների, հա, քաղաքալածանքների էջը փակված է ու հաշվի առնելով, որ այն ժամանակ մարդիկ նաև գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքալացյալ է եղել նախկին, ինքը գիտի դրա դառնությունը, դառնությունը գիտի ու հաստատ հասկանում է, էլի, թե դա ինչ երկկողմանի վատ խաղ է, այսինքն թե հալածողը ինքը այդ էջը ընդհանուր չի կարա, էլի, տենց բաց մնա ու ընդհանուր հասարակություն դա չզգա, ու հետաքրքիր որ նաև մարդկանց ընկալունակ իմ մոտ էս հետաքրքիր է, չէի մտածում որ մարդիկ օրինակ որ նախկիններից կոպիտ ասած ինչ որ մեկը նստում է կամ իր նկատմամբ հետապնդում է սկսում կամ թեկուզ էլ ինչ որ գործ է, հա, սկսում մարդկանց ընկալումով դա օրինակ ինչ որ կողմնակալություն է։ Իմ մոտ հակառակ միշտ բանն է եղել, որ օրինակ երեք այն ազգային ժողովի նիստներ Նիկոլ Փաշինյանը այդտեղ չէ, ասում էր որ գյուղ գնում ենք, ասում քիչ են դրանք նստած, ասում չեմ ասում ինչ բառով էին ասում, իրեն ուզում ասի, տենց նույնիսկ հայհոյանք էին օգտագործում Սերժին ու Քոչարյանին թիրախավորելու համար ու փաստորեն բայց մարդկանց 70.6%-ը ասում է կողմնակալ են դատարանները, բայց այս կա նաև հակառակ բանը լինի, որ արդյոք կողմնակալ չեն դատում, կողմնակալը չեն դատում, հա։ Նաև այդ ու նաև այն ժամանակ sense կա են, չէ՞ որ ասում են դե դատական համակարգը չի փոխվել, Քոչարյանի դատավորը չի կարա Քոչարյանին դատի։ Չէ, դե հիմա 340-350 դատավորներից 200 եւ ավելի փոխվել է։ Ու ամենակարևորը Քոչարյանի դատով դատավորը հիմա նախկին ԿՊ-ի անդամ է եղել։ Քարոզ Արշավել ավել է։ Այս բիզնեսը մենակ Հայաստանում կա, էլի լինի, ասենք դատական համակարգը պետական ինստիտուտներին այնպեսի կարևոր ու առանցքային բան է, որ առանց դրա անիմաստ բան է պետությունը, հա, ասենք արդարադատությունը ամենակարևոր առանցքային, այսինքն եթե 70%-ը չի վստահում դատարանային փաստացի կամ ինչ որ խնդիր է տեսնում, այդ ամենալուրջ խնդիրներից մեկն է պետության համար։ Արդարության դեֆիցիտի բանն է։ Դա արդարության
2018 թվականի հեղափոխության հիմնական շարժառիթներից մեկը հենց այդ արդարության դեֆիցիտն է, ասենք ինչքան աղքատությունը, չգիտեմ ինչը չէ, ինչքան որ կոնկրետ արդարության դեֆիցիտ։ Օրինակ ես Նիկոլ Փաշինյանցի դեմ ինքը ասում էր մեր երկրում արդարությունն ու արդարադատությունը միանման չեն, հա, այսինքն կա արդարադատություն, որը արդարություն չի պարունակում իր մեջ, ինքը շատ ճիշտ բան է ասում, բայց երբ որ ասում որ մարդիկ կողմնակալ բան չեն տեսնում, օրինակ անդիմադիրների նկատմամբ գործեր հարուցելու կամ ինչ որ դատական հայցեր եւ այլն կիրառելու համար, այս տեսանկյունից փաստորեն մարդկանց մեծ մասը գերակշիռ գտնում է որ կողմնակալ են եղել դատավորները, իսկ այդ ցույց է տա որ իշխանությունը ինչ որ ձևով դատարանների անկախության հարցը չեն լուծել, հակառակը իրանք ինչ որ չափով մարդկանց մեջ ընկալում են ձևավորել, որ էլի հին ձևով է։ Այն ժամանակ որ ասում են բաղարում են 26-ից, հա, այդ ընկալումը ամենավատն է, որովհետև ինքը տանում է էլի ապաթիա, էլի, այսինքն մարդկանց մեծ մասը ասում է դե բան չի փոխվել, 18 թվին դուրս եկանք, պայքարում ենք, որ էլի արդար լինի, ազնիվ լինի, բան էլի նույն բանն է։ Դե իրանք ձևը գտել են, ասում են, այս ատենակալների ինստիտուտ կբերենք սահմանադրական փոփոխություններով, ու ինչքանով ժողովուրդը կդատի քրեական գործերով, ու ինչքանով որ ժողովուրդն արդար, այդքան է դատարանները կլինեն արդար։ Իրենց հիմնական թեզը էլի ժողովրդի վրա, էդի շատ նմաններ են բանին, որ մի հատ հարթակ էին, չէ՞, ստեղծել, որ քաղաքացին կարա խախտումը նկարի, ուղարկի, արձանագրություն կազմեն գրեն։ Այսինքն այդքան ոստիկանական համակարգը կար, պետքա քաղաքացին աներ։ Այս առումով ինձ թվում է, եթե հարցման առումով լիքը իրական տվյալներ ներկայացրինք ու այս հետաքրքիր է որ հա իրականում այնտեղ մեդիայի հետ կապված էլ բան կար, ինքը այտենց շատ բան չկա ասել, ասենք մարդիկ ինչ հեռուստաալիքների են հետևում ու ինքը այդ մեդիայում էլ է էլի ցույց տալի թե քաղաքական իրականությունը ու քաղաքական ռեսուրսները ոնց է բաշխված տարբեր ուժերի միջև։ Ամենառանցքային բանն է։ Ամենառանցքային բանն է, էլի, ասենք որ նայում ես, այս երկրորդ նախագահին, այս երրորդինն է, էսի բան, այս դի ներկայինն է։ Քաղաքացի։ Ու չի կար, ասենք, այս ժողովուրդը, որ ասենք 100%-ը, ասենք տարբեր լսարաններով, ասենք հետևում են այդ ալիքներին, իրական հեռուստաալիքների բարկանիշը դեռևս մնում է ինչ որ չափով, չնայած որ սոցմեդիան էլի ակտիվ է եւ այլն, ցույց է տալիս թե այս ռեսուրսների բաշխվածության պայմաններում ինչ կարևոր է հենց նմանատիպ հարթակների մեր այս խոսակցության կարևորությունը, մենք ասում ենք 60%-ը որևէ մեկին չի վստահում, դրա վրա դնենք նաև այս մեդիա բաշխվածությունը, այս ռեսուրսների բաշխվածությունը, ում չի կարա էլի, ասենք, երկրորդ նախագահային պատկանող հեռուստաալիքը խոսել օրինակ դատական անկախության մասին, արդարության մասին կամ Հայաստանում ժողովրդավարական արժեքների պաշտպանության մասին, մի խոսքով թեմաներ կան, որ չի կարա այս մեդիա բաշխվածությունը սպառի։ Բայց ես սրա մեջ մի դրական միտում տենում եմ, արդեն կարելի է հասկանալ, որ այս մեդիա բևեռացվածությունը որ կա, դրա մեջ որոշակիություն էլ կա, այսինքն ինձ թվում է արդեն հանրության լայն շերտերի համար գոնե իմ տպավորությամբ ընկալելի է արդեն թե որ լրատվականը կամ որ մեդիա ռեսուրսը ում է պատկանում ու դա բերել ու հանգեցրել է բանի այսպես որոշակիության էլի որովհետև եթե խոսենք 10, 11, 12 մինչև 10 այն Սերժ Սարգսյանի փեսային վերագրվող մեդիա բանի ժամանակաշրջաններին մեդիա գիգանտ կամ մեդիա կայսրություն ունենալու ժամանակաշրջաններին այն ժամանակ դեռ այդքան որոշակի չէր հանրային լայն շերտերի համար թե որ մեդիան ում է պատկանում, այսինքն ինչ որ առումով միակ դրական բանը երևի որ կարելի է ասել սրա մեջ այդ է որ որոշակիություն է մտել, դիվերսիֆիկացիա, ու տենց գիտենք որ ում։ Այդ քաղաքական դաշտի մոնոպոլիզացիայի օրինակը այդ մեդիան, դա եկմարտն է այսօր քաղաքականության մեջ մեդիաներն էլ իրանց է ու այս իրավիճակում պետքա մի բան անել։ Եթե այս տվյալների հետ կապված մենք բան չունենք, իրականում կարանք անցնենք մյուս թեմաներին։ Առաջիկայում լավ հարցումներ էլի կգան, մենք էլի վրայով կանցնենք։ Հաջորդ թեմայի մասով դե կարևոր է Լավրովի այցը ու զուգահեռ ընթացող բանը, ցույցերը ու իմիջայլոց ով տեղյակ չի, ես կարծում եմ տենց հիմնականում բոլորներ տեսել են այդ կադրերը, թե ոնց էր ոստիկանությունը բանով, ոնց որ հեռացնում ցույցի վայրից ցուցարարներին, ովքեր որ ընդդեմ Լավրովի վանկարկումներ էին անում, պաստառներ էին անում, ըստ էության խաղաղ ցույց էր ու իմ մեջ մի հատ շատ հետաքրքիր բան է տպավորվել, այդ դե ոստիկանության առաջ հստակ խնդիր էր դրած, որ այդ պլակատները, բանը, մյուս բաները պետքա չերևա, որ պետքա Լավրովը հանկարծ չտնա, որ ինչ-որ հակառուսական ցույց է այդտեղ գնում, ու այդ խնդիրն էր կատարում, ուղղակի կալցո օպերացիայի նման մի բան էր արել, մարդկանց բրթելով տանում էր, ու մեկը այդ ցուցարարներից մեկը
այդ ընթացքում ասում է բան Այս Սերժա Քոչարյանական ասում է ոստիկանությունը հələ տեսեք իրան ոնց է պահում ասում է Այդ բեկը ասում է պիտի դաշնակներն էին որ դեր գլուխը ջարդեին ոչ թե մենք sense խաղաղցույց ենք անում եւ այլն ու իմ համար այդ մարազմատիկ էր էլի ասենք հենց այդ պահին կադրերում երևում է որ գալիս է մի հատ ոստիկան ասում է պրոտոկոլից ասել են որ պետքա դուք գնաք այն մայթ հերու գնաք ու հիմա մենք ձեզ ասում ենք հերու գնացեք եթե հերու չեք գնում մենք ձեզ հերու կտանենք հերու չեն գնում լինում է գորգորոսներ բան ու հերու են տանում ու այդ process-ի համար մեկ է էլի այդ ոստիկանները Սերժն ու Քոչարյանն Սերժա Քոչարյանական ոստիկան այդ բանը շատ հետաքրքիր էր ասենք դա առասարակ չասոցացվեց օրինակ բանի հետ հենց նույն քաղաքացիական պայմանագրի հետ Մանավանդ այն խոսակցությունները, որ տեղի ունեցան, հեսա համել ամփոփենք բուն ելույթները, թե ինչ իրավիճակեր են ինձ։ Չգիտեմ։ Ես մի քանի կարճ արձանագրումներ անեմ ու մենք բանով ոնց որ հիմնական ինչ բովանդակություն է ունեցել, էլի այդ ասուլիսը Կապանում ռուսական հյուպատոսության բացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ռեկորդային ցուցանիշներ են գրանցել առևտրաշրջանության ոլորտում։ Նախորդ տարի դրա ծավալը կազմել է 1.6 միլիարդ դոլար։ Դա Հայաստանի արտաքին առևտրի 1/3-ից ավելին է։ Նախատեսվում է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի այցը Հայաստան։ 3+3 ձևաչափի մասին շատ հետաքրքիր այնտեղ Ռուսաստանի այդ արկոս նախարարը բաներ ասել ներուժ կա զարգացնելու տարածաշրջանային համագործակցության 3+3 հարթակը արդեն տեղի ունեցել երկու նախարարական հանդիպումներ Թեհրանում եւ Ստամբուլում հիմա քննարկվում է երրորդ ժողովի անցկացումը եւ խոսվել է այն մասին որ հաջորդ երկու հանդիպումները կարող են տեղի ունենալ Երևանում եւ Բաքվում այս ռազմավարումներ հետաքրքիր կարանք այսքան մասը անցնենք հետո արդեն խոսանք Կամսամոլսկայա Պրավդա լրագրողի հարցից այդ իրականում այդ հանդիպման հերոս ու երևի թե իմ գնահատմամբ միակ զարդ Նարեկ Կիրակոսյանի հարցից մեկ էլ արդեն բան Եվրամիության հետ կապված հնչեցրած Արարատ Միրզոյանի գնահատականներից ընդհանուր դուք ոնց եք գնահատում այս բանը ու ինչի մասին էր ինչ կարելի է հասկանալ այս բովանդակությունից որը որ հնչեց այնտեղ որ ներկայացվեց արդյոք ճիշտ չէր մեր այն թեզը որ մի քանի օր առաջ մենք այստեղ խոսում ենք որ մենք չենք ընկալում այս իշխանություններին հակառուսական ու այնտեղ մենք որից է լուրջ քայլ ոնց որ չենք տեսել որ այս իշխանությունները անեն բացի քարոզչական մակարդակում իրար հասցրած բաներից եվրոինտեգրման օրակարգի հետ կապված է մենք սկեպտիկ էինք ու դրա համար ինչ որ կոմենտներ էին գրում որ մենք sense-նենց, բայց հիմա ես մի հատ ուզում եմ, որ մարդիկ այս հայտարարությունը լսեն։ Շատ կարճ է։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում եւ ըստ այդմ հարցը, որը կարող է ծագել այդպիսի զարգացումների պարագայում տեղին չի եւ չեմ կարող այդ սցենարի վերաբերյալ դատողություն հայտնել։ Շնորհակալություն։ Այսինքն շատ հստակ է ընդ որում արձանագրում, ասում եմ, պատասխանը շատ կարճ է, այս հարցը տեղին չի, չենք քննարկում, այդ ուղղությամբ քայլեր չենք բանակցություններ չենք վարում։ Ես չգիտեմ, այս մեր տեսանյութը քանի հոգի կդիտի, քանիսին կհասնի, այդ տեսանյութը քանիսն է դիտել, քանիսին կհասնի, ամեն դեպքում այսօր նաև Միջև այստեղ գալը կարդացի նաև հրապարակ օրաթերթի տեղեկությունների համաձայն նաև գրել է որ հատկապես այս հայտարարությունը ԿՊ-ի ներսի որոշ արևմտամետներին զայրացրել է եւ սա որակել են Եվրաքվեին գցելու գործընթաց։ Ես չգիտեմ, ես հիմա օրինակ սպասում եմ պրոեվրոպական արժեքներ կիսող օրինակ, բայց այս իշխանություններին սատարող որոշ գործիչների հայտարարություններին այս մասով չեմ հասցրել դեր կարդալ։ Դե հեն ասում էին Սերժա Քոչարյանական ոստիկանությունը մեզ չի թողում։ Ասեն Արարատ Միրզոյանը Սերժի եւ Քոչյանի մարդն է, ներդրված է կառավարությունում, չի տիրապետում իրավիճակի, բայց ընդհանուր որ յուրին հարցեց այդ բանի հետ կապված, ասենք, ինչ կարելի է ասուլիսի հայտարարությունների համատեքստերի, իմ մոտ տպավորություններ ոնց որ այս երկու երկրները ընդհանրապես այդպես ռազմավարական օրակարգ չունեն, որտեղ համարվում են ռազմավարական գործոներ, բայց ինչ-որ մշակութային, կրթական, ինչ-որ թեմաներից են խոսում, ու լավ է, այդպես ինչ-որ լրագրողներ օրինակ կոնկրետ թիրախային հարցեր էին տալիս։ Հիմա Արարատ Միրզոյանը հարցինի պատասխան չէ, այդ ասեց։ Այսինքն, եթե լրագրողի հարցը չհնչեր,
տարածաշրջան կլներ Հայաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Եվրամիություն 3+3 3+3 այս տարածաշրջանային կարևոր հարցեր է, որ ասենք պետք է որ քննարկված լինի, էլի կուլիսներում։ Տպավորության ոնց որ այս երկու երկրները այտենց մեկը Աֆրիկայի բանը Կամբոջան է, մեկն էլ ասենք Ռուսաստանն է, եկել է եսի քանի հազար կիլոմետրից եկել է ինչ որ նոր հարցեր են քննարկում եւ այլն։ Հիմա տպավորությունը հա, այս թվա փոխհամաձայնություն կա, որ բերետ թեմաներից չխոսանք, հարց կտան, նոր տենց հստակ պետք է պատասխանես, ու Արեդ Միրզոյանի պատասխանը ինձ համար շատ դրական է, ինքը մեր այս քննարկումներին վրա կոնկրետ դրական է ազդելու, որովհետեւ ես թե չեմ սխալվում, մեր նախորդ թողարկումներից մեկի ժամանակ ես թե չգիտեմ մեզնից ով ասեց, որ այս Եվրաքվեից բխող օրենքը, որ ընդունվել է, ինքը մենակ ներքաղաքական նպատակ է հետապնդում։ Օրինակ, ես Եվրամիության տարբեր երկրների արձագանք տեսել եմ, բուռն արձագանք չի եղել։ Ինչը ցույց է տալիս, որ բավարար չեն վերաբերվել։ Ոչ թե լուրջ, իրանց լուրջ վերաբերել, նաև մեր աշխատանքից է գալ, այսինքն մեր արտաքին գործերի նախարարությունը աշխատանք չի տարել։ Այսինքն, եթե ոնց է, օրինակ հիշում եք բանի հետ կապված, որ սրացում էր սկսվում մարտ-ապրիլին, երբ որ Հայաստանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի 2 հոդվածի հետ կապված, մենք արդեն վերջնական համաձայնության ենք եկել, ու մենք տեսանք տարբեր երկրներից դրական արձագանքներ։ Այդ ինչի շնորհիվ էր։ Երբ որ արտաքին գործերի նախարարությունը սկսում է օրինակ ինչ որ նամակներ հղել, ասել, օրինակ մենք sense բան ենք արել, դրական արձագանք ենք ակնկալում ձեզնից, աշխատանք հատանում, ասենք տեղի այդ դեսպաններ եւ այլն, ինչ որ չափով հավանական է որ արձագանք կնի, բայց ես համոզված եմ, որ այս օրենքի իմաստով նույնիսկ ասենք որևէ տենց արտաքին խոսակցություն քիչ ա եղել։ Այսինքն աշխատանք չի տարվել, օրինակ բոլոր դեսպանները, ասենք եվրոպական մայրաքաղաքների, մեր գնային ասեն մենք այսպես օրենք ենք ընդունել, Եվրոպան մեզ ինչ է առաջարկում, Եվրամիությունը մեզ ինչ է առաջարկում, չեն արել։ Այդ մարդիկ եւի հասկացան, հա դե ներսում տենց իրար խոսում, ասում են, կարելի է Այս թվերը, որ մենք կարդում ենք, ընդ ակնհայտ երևում էր, որ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը 20 թվից հետո գնալով գահավիժել է, տարբեր պատճառներից ելնելով։ Ու բնականաբար հիմա Հայաստանի հասարակության մեջ կամ իս տվար հատված պոտենցիալ ընտրող, ով բացական վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ։ Ու ուղղակի այս օրենքը զուտ ինքը քաղաքական օպերացիա է իշխանությունների կողմից, որ իրան գնան այդ ձեները հավաքեն ինչ որ մարդիկ ու տան իրանց ոնց որ եղավ Երևանում այս process-ն ու երբ որ մարդիկ այս հարցն են բարձրաձայնում ասում են իրականում որովհետև մենք էլ տարբեր օրինակ միջազգային մարդկանց հետ շփվելով այս մամուլին հետևելով process-ների մեջ ելնելով վերլուծելով հասկանում ես որ ոչ մի էական ռեալ գործընթաց դրա տակ չի գնում բայց Երևանի պարագայում այդ օպերացիան եղավ անել հիմա 2026 թվականի եկող ընտրություններին կհասկանա հիմա քանի որ այս Եվրամիության անդամակցելու փուչիկը պայթեց իրականում այս դեպքից հետո հիմա որ շատ խոսան անընդհատ այս վիդեոն ցույց են տալու բանին նույն ԿՊ-ին բայց հիմա իրանք նոր տակտիկա են մտածելու էլի այդ արևմտամետ զանգվածին որոնք որ հիմա կարելի է ասել շատ են որ միձև այդ ձեները հավաքեն Իմ տպավորությամբ այդ արևմտամետ զանգվածը որ եթե միջև այս պահը սինխրոն էր աշխատում իշխանության հետ այս Եվրաքվեի թեմայով, այս բայց սկսած այլևս ինքը առանձին կաշխատի, առերևույթ առանձին կաշխատի, իշխանություններից առանձին կաշխատի եւ ինքը կլրացնի այդ դաշտը, քանի որ իշխանությունները ոնց հասկանում ենք այլևս այդ բավարար ռեսուրսը չունեն հակառուսական քարոզչություն տանելու եւ հակառուսական քարոզչությամբ ընտրություններին գնալու, հետեւաբար այդ հատվածը, որը որ թվերը ցույց են տալիս, որոնք որ Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն, այդ հատվածի քվեները ինձ թվում է իշխանությունը կթողի այս Եվրադաշինքին, Եվրաքվեի այս կուսակցություններին եւ հետեւաբար այդ քո ասած process-ը տեղի կունենա։ Այսինքն իմ տպավորությամբ ուղղակի 26-ի ընտրություններից առաջ իշխանությունները հստակ ընտրողներին բաժանում են, իրենց ընտրողներին, այն քվեները, որոնք որ իրենք պիտի ստանան, հստակ բաժանում են, ասում են ընկեր, դու գնա այս հատվածը փակի, այս հատվածը եվրոպամետների քվեն դու տար, մենք մեր այս քվեն կտանենք, հետո իրար հետ մեր հարցերը կհասկանանք։ Այսինքն հրապարակային առումով իրան գուցե քննադատեն իրար, գուցե այդ ընտրությունների ընթացքում ինչ-որ տես սուր երկխոսության մեջ մտնեն իրար հետ, բայց երբ որ արդեն անցնեն խորհրդար, այդտեղ վստահաբար պետք է հասկանալ, որ այդ կոալիցիոն հարց է ու դրա համար ինձ թվում է հիմա հանրությունը խնդիր ունի չխաբվելու, որովհետև իրականում այդ քաղաքական աֆյորաներով այդ ձեները հավաքել ու տես քարոզչություն տանելը ինքը խոր հետք է թողում
ընդհանուր առմամբ հենց նույն արևմուտքի նկատմամբ վերաբերմունքների համար։ Վերջում ասելու են, էդ էր ձեր արևմուտքը, էդ էր բանը, մենք գնացինք, մեր քվեն տվեցինք, բայց հանգեցինք այս արդյունքին, խաբվեցինք մենք արդյունք։ Պետք է նայել Հանրապետություն կուսակցության վարքագծին Երևանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Իրենք ասում են, որ նախկինների հետ դաշինքի չեն գնա, ես տենց եմ հիշում, բայց չէին էլ ասում, որ եթե Ավինյանը կամ քաղաքացիական պայմանագիրը բավարար քվեներ չունենա, իրանք իրենց քվեները կտան։ Այսինքն, այստեղ քաղաքական ազնվության խնդիր կար, եւ վստահաբար այնտեղ ընտրողներ եղել են, որոնք չեն ուզեցել ոչ ներկայ իշխանություններին քվե տալ, ոչ նախկիններին, ու այդ ընտրողները գնացել ընտրել են Հանրապետություն կուսակցությանը եւ վերջում ստացվել է, որ իրանք իրենց քվեն տվել են իշխանությանը։ Մի հատ է sense լավ արձանագրում կա այդ հանդիպումից։ Արդյոք Հայաստանը պատրաստվում է վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արարատ Միրզոյանը ասում է, շատ ուղիղ ասեմ, ոչ։ Այս ասում է այն բանի պարագայում, երբ որ դե այնտեղ իրականում խոսվեց, որ հարցեր կան, որ թող Ռուսաստանը ուրիշ ձև է անցալում, հայկական կողմը ուրիշ ձև է անցալում, այս դրա հետ կապված, բայց այս հարցը հենց Եվրամիության բանի հետ էր կապված։ Հա, կոնտեքստում ասում են, եթե երբ որ դուք ԵԱՏՄ-ում եք, օրինակ, ոնց եք պատկերացնում Եվրամիության անդամ լինելը կամ զուգահեռ երկուսի անդամ լինելն է, որ իրենց հարց տվեցին։ Դե այդտեղ պետք է վերաֆորմատավորել։ Հա, ու դե վերաֆորմատավորման թեմա չկա։ Ինձ թվում է, Լավ է, ոչ ավել ոչ պակաս, կարող է շատ էլի բանը հնչում, բայց հավատարմության երթում կամ վերահաստատում էր այն երթումների, որ Հայաստանը երբևէ տվել է Ռուսաստանի հետ ունեցած իր հարաբերությունների պատմության ընթացքում, էլի։ Ես տենց, եթե ես կամ էլ կարելի մի ասել նախադասությամբ ձևակերպենք, Հայաստանը իր հավատարմությունը վերահաստատեց, բայց իրականում գործողությունների մակարդակում որոնց երբեք կասկածի տակ չի էլ դրել այդ բանը։ Սկսած 21 թվականից 20 թվականից։ Միայն քարոզչական մակարդակում։ Քարոզչական այդ անցած բանի ժամանակ որ խոսում ենք, ասում ենք ինչ որ մակարդակներով գուցե ֆոներ ստեղծեն, էլի, բայց ներքին սպառման համար այդ ֆոները։ Ու ես նաև արևմուտքի վերաբերմունքի մասով այլի մեզ ինչքանով են լուրջ ընկալելու կամ ինչքանով են այդ մասով օրինակ վերաբերմունք փոխվելու։ Իրականում այդ արտաքին քաղաքականության այդ ոլորտում Հայաստանի վրա հետք թողելու իմաստով, ինձ թվում է, այս իմաստով մի քիչ կարող է խնդրահարույց լինի, որովհետև իրական լուրջ խոսակցություն, եթե համեմատենք օրինակ Սերժ Սարգսյանի տարիներին ու Նիկոլ Փաշինյանի տարիներին, լուրջ խոսակցություն սկսել է ծավալվել Արևմուտքի ու Հայաստանի միջև 22 թվականից սկսած, ու հիմա մենք այն փուլում ենք, որ զուտ վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունն է, ու ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված այդ որոշումն եմ ես հիշում։ Դրանից լուրջ խոսակցություն ոնց որ թե չի եղել, հա հիմա ասում են SEPA հետ կապված նոր փաստաթուղթ քննարկում եւ այլն, բայց այս առումով ինչի համար եմ այս ամեն ինչը ներկայացնում, որ խորը հետ թողնելու իմաստով ինքը այդ մի քիչ թերահավատ է, որովհետեւ նույնիսկ եթե լուրջ խոսակցություն չի եղել, արևմուտքից զուտ այս Եվրաքվեի process-ը կարան դիտարկեն ներքաղաքական հարց ու իրանց համար տենց այդքան էլ ասենց վիրավորական չլինի։ Բայց օրինակ Սերժ Սարգսյանի դեպքում ինքը լուրջ խոստում էր տվել ասոցիացիան համաձայնագիրը ստորագրելու ու վավերացնելու իմաստով, ինձ թվում է ուղղակի այս մեր ներքաղաքական խոսույթը Ռուսաստանից ոնց Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը օբյեկտիվ պատճառներով հանգեցրել է մի կետի, որ ներքաղաքական կյանքում, ասենք, Ռուսաստանին քրֆելը դարել է նորմալ process, այսինքն ամենանորմալ դիրքավորումն է։ Ահա։ Հա, ասենք հիմա օրինակ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը որ մեկ-մեկ ասում են դե Ռուսաստանը մեր դաշնակիցն է եւ այլն, ես զգացել եմ որ այդ ամենամեծ բանն է դառնում, էլի հասարակական ըմբոստությունը այդ գործիչների նկատմամբ, այդ հակառեյտինգը Քոչարյանի, չնայած նրան իր բռնապետական կերպարը, որ կա ու ստեղծվել է ընդհանուր քարոզչական այդ միջոցներով նաեւ լրատվամիջոցներով եւ այլն, դրան գումարվում է նաեւ իր դիրքորոշումը Ռուսաստանի վերաբերյալ ու մարդիկ հատկապես այս վերջին 2 տարիներին շատ այդ մեծ ըմբոստության ալիք է դարձել։ Դրա համար ինձ թվում է այդ խորը հետ թողնելու իմաստով այդքան էլ կարա Հայաստանի վրա չազդի, որովհետև լուրջ խոսակցություն կուլիսներում այդքան էլ չի եղել։ Ու իմ պատկերացմամբ թե ամենաշատը իմ ընկալումներով երևի թե հիասթափվել են այս բանից, համատեղ ասուլիսից, ոչ թե օրինակ արևմտամետները ոչ թե օրինակ նույն հրապարակի, որ հրապարակի նշած, ասենք ԿՊ-ի արևմտամետ թևը, այլ հենց ընդդիմությունը, որովհետև իրանց ընդհանուր դիրքավորվածությունից իմ մոտ նենց տպավորություն է, որ իրանք լրջով հավատացել են, որ այս իշխանությունը ահա որ հակառուսական իշխանությունն է,
ու իրանց ստավկերն է եղել, որ եթե մենք դիրքավորվենք պրոռուսական, Ռուսաստանը մեզ կօգնի, մենք կգանք իշխանության, բայց երբ որ իրանք տեսնում են այս ասուլիսի ընթացքում հնչած մտքերը, իրանք տեսնում են, որ այդ հարաբերությունների մեջ ոչ թե ամեն ինչ նորմալ է, այլ մի բան էլ արդեն խոսվում է նոր պլատֆորմների մասին, այլ մի բան էլ ամրագրվում է, որ ԵՄ-ի օրակարգ ոչ բանակցվում է, ոչ էլ մենք դիմել ենք կամ դիմելու ենք, ամենաբարդ իրանց տեսանկյունից կամ ամենահիասթափված հատվածը հենց այս պրոռուսական ընդդիմությունն է իրականում, որովհետև հիմա ես չեմ պատկերացնում իրանք ոնց են սկսելու արդեն դիրքավորել, որովհետև իրանք միշտ թվացել է, որ 7 տարի, եթե իրանք անընդհատ գովան Ռուսաստանին, սրբագրեն Ռուսաստանին, անընդհատ օրինակ պատերազմի մեջ բանով մենակ Հայաստանին մեղադրեն, Ռուսաստանից կնկատեն իրանց կօգնեն ու իրանք այստեղ իշխանություն կունենան։ Հիշում եք այն, չգիտեմ որտեղ է ռուսական լրատվամիջոցներից մեկում հոդված էր տպագրվել, որ անունը չեմ հիշում, ինչ պաշտոնյա, բայց ոնց որ նախագահի աշխատակազմում էր աշխատում, որ գալիս է Հայաստան ռուսական փափուկ ուժը առաջ մղելու համար, այնտեղ մի կարևոր հատված կա, ինչը դե պարզ է Ռուսաստանն, այնտեղ տենց անկախ կարծիքներ չեն լինում, էլի, պարզ է ինչ որ պետական այդ կարծիքն է մոտեցումը վերահսկելի է, ու այնտեղ մի հատ հետաքրքիր բան կա, որ այլևս ռուսները չեն հիմնվում երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական կշռի վրա։ Հիմա չգիտեմ դա ինչքանով է դա արտահայտում ռուսական քաղաքականության վերաբերմունքը Հայաստանում ներքաղաքական process-ների նկատմամբ, բայց իմ կարծիքով ինքը ինչ որ չափով արտահայտում է, որովհետև ճիշտ է ամեն ընտրությունից առաջ Ռուսաստանը որևէ ձեւ Նիկոլի հետ կապված ինչ որ տենց բացասական քարոզչություն չի տամ եղան, բայց մենք գիտենք, всё-таки Հայաստանում կան պրոռուսական ուժեր, մեդիաներ, որոնք թիրախավորում են Նիկոլ Փաշինյանին հստակ, ասենք հակառուս լինելու համար եւ այլն, եթե նույնիսկ դա Պուտինի շուրթերով չի լինում ու դա այդքան էլ նորմալ չէ, էլի որ Պուտինը զբաղվեր այդ գործով, այնուամենայնիվ նաև ինչ որ չափով տենց վերաբերմունք կա երկրորդ նախագահի հատկապես նկատմամբ, երրորդ նախագահին այդքանը չէ, դե ավելի շատ ասում են դե մեզ գցես բան կամ ինքը արևմուտքի հետ երկխոսում էր, թող մեզնից ինչ որ բան չսպասի, ու այս հետաքրքիր է, որ եթե կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել ու ինչ որ երրորդ ուժեր ստեղծել, ეხի հիմնվել երկրորդ եւ երրորդ նախագահների հիման վրա, որովհետեւ իրանց պատճառով է նաեւ, որ իրանք դիրքավորում են պրոռուսական հասարակությունը, նաեւ իրանց միջոցով է վատ տրամադրվում Ռուսաստանի նկատմամբ։ Ինձ թվում է այդ հոդվածի այդ մասը հետաքրքիր է նաեւ այս բանի հետ կապել, էլի որ ռուսները ասենք այդ առումով չեն կարծում։ Ամեն դեպքում քո խոսքին կներես ու մի բան եմ ուզում հավելեմ, որ ռուսական մեդիայով շատ ակտիվ այս իշխանությունների նկատմամբ հակակարողություն տարվել է։ Հա, տևական ժամանակ ամենաբան մակարդակով, այդ առաջին մարդկանց մակարդակով չի եղել, ու դա պատահական չի լինում, էլի։ Հա, այդ մենակ եղել է այդ մեդիաների բանի, այդ ոնց որ բանով էլի նպատակով։ Բայց ասես մի կարևոր բացառություն կա, Մեդվեդևը անվտանգության խորհրդի քարտուղարն է ու ինքը առնվազն մի քանի հրապարակային, հա, ինքը մի քանի հեղաշրջման կոչ կամ շատ տարբեր խնդրահարույց հայտարարություններ արել Հայաստանի իշխանությունների հանդեպ, ու էլի ես դա պատահական չեմ համարում, всё-таки Ռուսաստանը Հայաստան չի կամ եվրոպական այլ երկիր չի, այնտեղ ասենց ամեն մի ասենց ոդքի շարժումը հստակ պլանավորված կարա լինի, հստակ վերահսկվող կարա լինի։ Չեմ հավատում, որ Մեդվեդևը տենց զուտ առավոտ վերակացում մտածել այսօր Նիկոլի մի բան գրեմ խոսքի վատ։ Ես թվում է ինքը ինչ որ չափով տենց Նաև ես էլ մասով էլ ուզում հավելում անել, իրականում այդ լրատվամիջոցները, որ գրում են ԿՊ-ի արևմտամետ թևը, ես նոր մտածում էի, չի կարա կառավարման 7-րդ տարում արդեն ոնց որ կուսակցության մեջ լինի այս կամ այն կողմնորոշման թևեր, էլի իրականում եթե չգիտեմ 18 թվականին ավելի այսպես մի կլիշեի տակ կային սորոսական թևեր, որոնք որ սորոսական ձևակերպման տակ շատ վատ է որ այդ ձևակերպում կար, այդ ձևակերպման տակ արևմտյան արժեքներ կրող այսպես թև եւ որոշներին դրա տակ էին տեղավորում, ինձ թվում է այդ կառավարման 7-րդ տարում մանավանդ որ այսքան ակնհայտ է, մանավանդ որ օրինակ այդ թևի առաջնորդ կամ ղեկավարային համարում Արարատ Միրզոյանին Արարատ Միրզոյանն իր շուրթերով արդեն հավատարմության երթումներ է տալի Ռուսաստանին, ինձ թվում է դրան էլ լուրջ չարժի սկզբի ՀՀՇ-ն է, էլի, այդպես տարբեր։ Բայց քանի որ մենք Արարատ Միրզոյանի հետ կապված sense ոնց որ անդադ բացական երանգով ինչ որ բաներ ենք ասում, տեղին ենք ասում, ճիշտ ենք ասում, բայց մի հատ պահել կա, որ դրական իմ մոտ ընկալում ունեցավ, այդ այն պահներ, որ Armenpress-ի լրագրողը հարցրեց, որ 22 թվականին Ադրբեջանը արձակում գործեց Հայաստանի քիչխան տարածքերով եւ թիրախորոշ ջերմուկ քաղաքը ՌԴ-ն ինչու չարձակավ, չկատարեց իր պայմանագրային պարտավորությունները եւ գործնականում համարժեք
արձագանք չեղավ։ Այստեղ Լավրովը ոնց որ ասես նախ ես չգիտեմ, այդ համարժեք արձագանքը դուք ոնց եք ընկալում, բայց մենք ինչ պետք է արել ենք, փաստահավաք խումբ է եկել, հապկից օպերատիվ կերպով նայել են, ուսումնասիրել են, հետո այդ տվյալները փոխանցել են, այնտեղ մենք ասել ենք, որ պետք է հապկ դիտորդներ գան, արդեն տեքստը համաձայնեցվել, այդ Հայաստանի իշխանություններն են, որ դրան դեմ են եղել ու հետո մենք արդեն լսել ենք բանի մասին, լուրեր նրա մասին, որ ԵՄ դիտորդներ պետքա գան ու դրանից հետո խոսքը փոխվում է, որ Պրահայում նաև հետո արդեն հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը ճանաչել է տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի, դրա համար էլ ասում են Ղարաբաղի թեման, ոնց որ դուք վերջնական փակել եք, այստեղ ոնց որ Արարատ Միրզոյանը ասաց, որ նախ ոնց որ ձեր ղեկավարն է ճանաչել ու ասել, որ ինքը անբաժանելի մասն է Ադրբեջանի, երկրորդ այդ Ալմատի հռչակագրի հետ կապված մենք ուղղակի վերահաստատել ենք, ունեցավ մենակ այս մի բանը չհասկացա։ Մանիպուլյացիան է կարևորը։ Ինչ կապ ունի Հայաստանը Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը ու Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանների, որովհետև Պուտինն էլ այդ նույն մանիպուլյացիան կիրառ, ես հիշում եմ Հայաստանում։ Թեքումեն Ղարաբաղի վրա իրանք։ Ասում ինչ են Հայաստանի վրա արձակված, մենք դուք գնացիք Ղարաբաղը ճանաչեցիք։ Դա հետաքրքիր բան է, որովհետև Պուտինն էլ ինչ որ ասուլիսի ընթացքում կոնկրետ թիրախային հարց է հնչում, ասում են Հայաստանի սահմանների sense բան է տեղի ունեցել, չեք արձագանքել։ Դե ասում են, գիտեք, մենք էլ ենք ճանաչել Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Պրահայում եւ այլն, ու այդ դրագորը չի կարող արձագանքի, բայց Հայաստանում շատ էր քննարկվում, ինչ կապ ունի Ղարաբաղի այդ ճանաչելը, ասենք օրինակ Ջերմուկում այդ դեպքերի վերաբերյալ, ասենք որևէ կապ չունի, էլի մանիպուլյացիա զուտ արդարացնելու անգործությունը։ Ես ուզում եմ ասեմ, որ Միրզոյան Արարատը ոնց որ Ղարաբաղի թեման ոնց որ դիպուկ նշեց, բայց չգիտես ինչի բաց թողեց այդ հապկի թեման, որ առհասարակ այնտեղ իրենք այնպես էին դիրքավորված, որ ասում են կոպիտ ասած այդ ձեր տարածքը մենք չգիտենք, քանի որ դելիմիտացված չի, բան չի, մենք կոնկրետ չենք հասկանում, որում տարածքն է, սրա հետ կապված ոնց որ ինքն է չխոսած, ինչը որ միանգամից իմ մոտ բան եղավ, էլի։ Մի ուրիշ բան էլ կար, այս որ ես ուզում եմ քննարկենք ավելի երևի կոնսպիրոլոգիայի դաշտում, որ կարելի է քննարկել այդ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական էջով, Facebook-յան էջով տարածած նկարներ Սերգեյ Լավրովը Արարատի ֆոնին։ Սրա ցակ ինչ որ բան կարելի է տեսնել, թե չէ։ 18-ին էր, թե 19-ին էլի եկել էր Զվարթնոցում, տենց էլի նկար էին արել։ Բան էլի դառը, տենց ոնց որ ուզում են ասեն, ոնց որ Լավրովի այդ հայկական արմատները կամ այդ ինստիտուցիոնալ հիշողությունը եւս մեկ անգամ բանանելը։ Իսկ թվում է սիմվոլիկա կա, բայց թե ինչ նպատակով, ավելի շատ երևի բանով էլի, yani ռուսները մեկա այս ուրացման քաղաքականության, այդ անդիմադիր մեդիան տենց է մեկնաբանել, բայց ինձ թվում է դրա մեջ շատ դուրս բան պետք չէ էլի փնտրել։ Սոտեկի հակաթուրքականության բանի կրակի վրա յուղա լցնել։ Հա, ինձ թվում է ուղղակի լավագույնս հասկանում են Հայաստանում հանրության տրամադրությունները, ինչ կարապեգի ունենա նման նկարներ։ Բայց հիմա դրանով կարան որ ազդեն, այդ հակաթուրքականությունը չի աշխատում։ Սիրուն նկար ա ֆոնով։ Հակաթուրքականության թեման էլ արդեն վաղուց չի աշխատում։ Խոսքով այս բանի հետ կապված, ընդհանուր ասուլիսի հետ կապված նորություններ այսքան էին, այս մի խոսքով մի բան էլ էլի, բայց ես ասեմ մեզ մեկնաբանություն գրողներին, որ գրում են Ռոսատնուրչիստվայի բաներ, Ռոսատնուրչիստվայի ալիք բան, պրոռուսական, չգիտեմ ինչը, ես չգիտեմ, մենք ուղղակի այստեղ փաստեր ներկայացրեցինք, փաստեր փորձեցինք վերլուծել, մեր տեսակետները ներկայացնել, ինձ թվում է այդ մեկնաբանությունները պետքա գնալ ու գրել այդ փաստերը ի հայտ բերողների, այսպես ասած, տեսանյութերի տակ մասնավորապես Արարատ Միրզոյանի հայտարարության եւ այլնի։ Չգիտեմ, այս զուտ, բայց հաճելի է որ մեկնաբանում են անգամ եթե այդ ձևով են մեկնաբանում։ Մեկ է ռոբասերժական ոստիկանության, որ դա նախանդա այս 3+3 իրական երկար թեմա է։ Այսօր բան չանենք, սա համենայն դեպս այս անոնսներից ոնց որ մեկն էր ու ոնց որ ասում էին այդ հանդիպումներ բան լինելու, ոնց որ թե կամաց ուրվագծվում է, թե այս տարածաշրջանի հետ կապված ընդհանում այս ինչ միջազգային հիմնական պլատֆորմ պետքա գործի ու որ ուղղությամբ են աշխատում Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, այս ամեն ինչից դե իրանց այս պլատֆորմի անդամ չեն համարում այս վրացիք, որովհետև Անտալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ էլ Վրաստանի արտգործնախարարը ասում էր մի ասեք էլ 3+3, ասեք 3+2, մենք սրա հետ կապ չունենք, բայց ժամանակը
հնդածս ցույց կտա մի օր առանձին այս թեմայով երկար կխոսանք։ Հիմա մի հատ շատ հետաքրքիր նախագիծ են բերել ԿՊ-ն իր ոճի մեջ, իր կոմերցիոն ոճի մեջ բյուջեն լցնելու։ Հա, մի հատ նախագիծ է առաջարկում, որտեղ որ կարան մարդիկ X գումարի դիմաց ծառայեն մի ամիս 20 միլիոն դրամ նախատեսվում է 1 ամիս ծառայության համար, 15 միլիոն դրամ 6 ամիս ծառայության դիմաց։ Հա, կոպիտ ասած սա նախագիծ է, որ ինստիտուցիոնալացնում են բանակում չծառայելը կամ կարելի ասել կոռուպցիան, այսինքն փողը դու մի ամիս ծառայի ու հետաքրքիրն այս խնդալու խոսակցություններ ա լինում որպես հիմնավորում այս օրենքի, որ ասում են հադե կոռուպցիայով ազատվում են, Հիմա բերում ենք պետ բյուջե չի Մեկը հարուստը չի ծառայում, բերենք սենց պետ բյուջե կգնա ու սրա հետ կապված Ես ճիշտ ասած մտածում էի արժե արդյոք մենք այս թեմայի մասին խոսենք թե չխոսենք հաշվի առնելով բանակի հետ կապված մեր դառը փորձառությունը խոսքը վերաբերում է 2017 թվականին հանրագիտության զարգացման շարժման եւ տարկետման այդ պայքարին տարկետման իրավունքի պահպանության համար պայքարին ինչ եմ ես սա հիմա ուզում արձանագրենք որովհետեւ այն ժամանակ էլ այդ նախաձեռնության գերակշիռ մասը առնվազն 90%-ը եթե կարելի է 10-ից 9 Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության նաեւ Լեռնային Ղարաբաղում իրենց ծառայություն անցկացրել էին, բայց տարբեր լրատվամիջոցների կողմից թիրախավորվում էին։ Չգիտեմ, ամոթ է իհարկե, որ մենք ստիպված ենք մեր ծառայությունը դրոշակ դարձնել եւ դրա մասին խոսել, բայց եկեք սկզբից արձանագրենք, որ մենք բոլորս Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մեր երկու Ղարաբաղի սաստավը երկու տարվա ծառայությունը անցկացրել ենք Եվ հիմա այսպես մեզ թույլ տանք ծառայացի դիրքերից իրավունք վերապահենք քննարկելու այս հարցը։ Բայց այդտեղ կարևորը որ նես չէ՞ լի հակասության մեջ է տարկետման շարժման գաղափարները։ Բացարձակ հակասություն։ Այսինքն նես չէ, մենք որ ասում ենք ուզում ենք խոսանք թե չենք ուզում խոսանք, այդ նրանից է որ մեր կարծիքը փոխվել է։ Այստեղ ինձ թվում է այլ հարց է դրված։ Օրինակ այն ժամանակ էլ եթե չեմ սխալվում, այդ քննարկումը կար էլի, որ ասում են ոնց դուք կողմ եք, որ բանակից մարդիկ ասենք ազատվեն եւ այլն, բայց այստեղ խնդիրն էր, որ ասենք ում մասին է կոնկրետ այդ օրենքը, էլի այն ժամանակ ոչ թե ընդհանուր տենց գլոբալ բանակից ազատվողների մասին, այլ գիտությամբ զբաղվողների կամ այն մարդկանց, որ գոնե այդ ոլորտում ինչ որ հաջողություն ունեցել են ու այդ հիմքով են ազատվում, բայց հակափաստարկների մեջ նաև շարժման գաղափարների հիմքում ընկած էր, որ բայց այլ ոլորտներ կան, որտեղ չի վերահսկվում, օրինակ այդ առողջապահական համակարգ, հիմա այս օրենքն էլ, ես ինչքանով որ քննարկումներում հասկացել եմ, բայց դուք արդյոք այդ կոռուպցիայի դուռը փակել եք այլ ոլորտներում, օրինակ ինչ հատկապես առողջապահության համակարգում, կամ եթե կոռուպցիա չկա այնտեղ, բայց մարդիկ իրոք առողջական խնդիրներ ունեն ու դրա շնորհիվ կամ դրա պատճառով, չգիտեմ ոնց ձևակերպեմ, բանակից դրա պատճառով ազատվում են։ Արդյոք այդ մարդկանց առողջությունը, հասարակական առողջության, հանրային առողջության ոլորտը կարևոր չի, որ համապարփակ նայվի էլ այդ հարցը, որովհետև հիմա տպավորությունն է ոնց որ Հայաստանում կամ տղերքը ուզում են եւ գնում են բանակ, կամ էլ տղերքը կամ իրանց հայրիկները խոսքի գումար են տալիս դրա համար եւ չեն գնում բանակ։ Տպավորությունը ոնց որ այս երկու բևեռի միջև այլ չեն ասում, բայց այլ տեղեր էլ կա էլի բանակից ազատվելու թեման, բայց միևնույն ժամանակ այս խնդիրը իրականում կա էլի, այսինքն նես չէ՞ էլի տենց ինչ որ ԿՊ-ն նոր բան է, խնդիր է հորինել։ Այդ խնդիրը մենք բոլորս գիտենք, որ ասենք, չգիտեմ, տարբեր թվեր են ասում, մեկ ասում է 30%-ն է ծառայում, մեկ ասում է 40%-ն է ծառայում, բայց այն որ լիքը մարդիկ տարբեր միջոցներով չեն գնում բանակ, այդ փաստ է։ Ուղղակի խնդիրն այն է, թե դու այդ խնդրին ինչ մոտեցում ես ցուցաբերում, որն է քո լուծումը։ Իմ կարծիքով ու էլի տեսա նմանատիպ կարծիքներ, որ կա սոցիալական անարդարություն արդեն իսկ, կա կոռուպցիա այս ոլորտում, բայց այս լուծումը ինքը կարող ավելի խորացնել այս անարդարությունը։ Այս լուծումը բարոյական ու արժեքային խնդիրներ է ստեղծում։ Այսինքն, եթե կոռուպցիայի դեպքում ինչ-որ զարտուղի ճանապարհով տարբեր դեպքեր ա լինում ու իրավապահ համակարգ օրինակ չի կարողանում դա կանխի, համարվում է թերություն, իսկ սա արդեն կոնկրետ արժեքային ուղերձ է։ Այսինքն, եթե կարող եք ազատվեք։ Հա, կարող եք ազատվեք։ Ու այդ ծառայության գաղափարը ինքը լրիվ առհասարակ ստացվում է, որ ես ու դու եթե հանդիպելու ենք օրինակ Վանում որպես նորակոչիկներ հանդիպելու ենք Զորամասում, ես ի սկզբանե իմանալու եմ, որ դու աղքատ ես, դու ի սկզբանե իմանալու ես, որ ես աղքատ եմ։
Իրականում, հա, բայց ստեղծում է այդ արդեն կանխակալ վերաբերմունքը, ընդ որում այստեղ հարց առաջանում նաև սպաների վերաբերմունքը ոնց է փոխվելու այս մարդկանց նկատմամբ, ովքեր փող չեն ունեցել եւ եկել են բանակ ծառայելու։ Այսինքն ամեն ինչը գնում է այսպես շատ կեղտոտ առևտրի դաշտ է գնում, էլի։ Սենց մի քիչ ծանր թեմաներից խոսալիս մեկ-մեկ տենց Facebook-ում լինում է, չէ՞, տենց բան, տենց ծիծաղ առաջացնող գրառումներ, ասում է, այս նույնն է, ոնց որ իրական սա կառավարման ինչ որ ոլորտ է, ասենք հիմա այս կազմակերպելը ինքը գործընթաց է, էլի, այսինքն դու ունես 1000 երիտասարդ 300-ն է գնում, ասենք բանակ, այդ պետության կարողունակությունն է, իշխանության կարողունակությունը, թե ոնց է ինքը այդ process-ը կազմակերպում, որ տենց չլինի։ Հիմա ասում եմ, այդ նույնն է, ոնց որ Հայաստանում գողությունը տարածված լինի, ասենք չկարողանան գողերին բռնեն, ասում եմ պետությունը նոր օրենք մշակի, ասի դե լավ ժողովուրդ, քանի որ գողերի 30%-ին են կարող բռնենք, այն 70%-ի հետ կապված բանը նոր օրենք ենք մտնում, կեսը իրանց, կեսը մեզ։ Մոտավոր այս տիպի բան է, էլի ինքը մտնում, այսինքն մենք չենք կարող, всё անխուսափելի, այսինքն գիտեք, ոնց որ ինչ որ նենց խնդիր է, որ ինքը այն որ տեխնացին ինչ որ աղետներ են, էլ նոր ասում ես չես կարող իրան կառավարես, դա մեզանից անկախ է։ Դրա համար մենք ասում ենք, всё, այս խնդիրը լուծում չունի, այս խնդրի լուծումը այդ խնդիրը չլինելն է կամ այդ խնդրի արկայության դիմաց վճարելն է ու ես հիշում եմ որ մենք բան եթե չեմ սխալվում անցած փոդքասթի վաղ պետության նկատմամբ վերաբերմունքից ենք խոսում ու տարիներ շարունակ այդ վերաբերմունքը այսպեսին եղել որ պետությունը այդ բանն է էլի փող ուզող ինստիտուտ է կոպիտ ասած դու գանում են խոսքի վճարում ես եթե կարաս չվճարես ավելի լավ եւ այլն ու հիմա երբ որ դու ասում ես դե ինքը ինչ որ չափով դու գանքի ընկալում է էլի ստեղծում եթե դու չես ուզում խոսքի գնաս բանակ, դրա տեղը կարաս փող տաս։ Ինչ որ ձևով այդպես փոխարինող բան է դառնում։ Ու ինքը կարող ասենք պետության այդ բանը տարանջատվածությունը, ու մեկ էլ ես որ խոսում են, չէ, իմ հայրենիքը, իմ պետությունն է, մեր տունը, մեր չի համընկնում որևէ ձև։ Որտեղ մարդիկ արդեն պետությունը ուրիշ ձև են անցալում, ոնց որ ստացվում է մենք ուրիշ երկրի տիրապետության տակ ենք ապրում, իրանք տենց ինչ որ մեզ առաջարկներ են անում, եթե ուզում ես գաս բանակ, արի, եթե չէ, կարաս փող տաս, մենք քեզ կմոռանանք։ Այդ Facebook-յան այդ հումորային բաների մասով, բայց ամենալավը էս վերջը էս այսօր կամ երեք որ կարծացի ասում եմ փոխանակում եմ երկու տղա երեխուս մի աղջիկ երեխու հետ այդ կամ չգիտեմ սա պայմանավորված հղիության ընդհատումների դեմ պայքարը սխալ են հասկացել հիմա բայց դե հասկանանք իրականում այս օրենքը օրինակ որ ընդունվեց հա այդ բանակի այսինքն պրոֆեսիոնալ բանակի գնալու սկզբունքը ինքը երբանից է սկսում աշխատել ինքը ոնց է սկսում լրիվ բանն է իրական լրիվ ակադեմիական քաղաքայացակարգն է կրթության որակը վատն է չեն կարող լուծեն կրթության որակը բայց քանի որ այս սրանք էս բուհերը էս Երևանի կենտրոնում կարելի է տանել մի հատ ակադեմիական քաղաք սարքել բայց բարձրագույն կրթության որակի մասին հիմա այդ է բանակում լիքը խնդիրներ կա չեն գալիս եթե գալիս են այդ վատ մշակույթն է քրեական եւ այլն ոչ կանոնադրային հարաբերություն եւ այլն չեն կարող լուծենք բայց արժի փողը տակ ազատվեք այդ հարցերը չգիտենք կլուծվի թե չէ հա տանում տալիս եք ասենք բժիշկներին կամ միջնորդներին բան արեք ասենք բերեք մի անգամից տվեք մեզ այդ ծար ովքեր որ նախ առաջին մարտիկ սկսելու են վարկեր վեկալել բանակից ազատվելու Ես ընդհանուր հաշվել եմ ամիսին ինչքան պետք է հավաքեմ որ տաղեն չգնաց առայլ բանը 69000 դրամ ոնց չէ թե այդ բանը 20 միլիոն դրամ է ասենք ընտանիքում 4 հոգի են ապրում կարան ընտանիքով մտնեն ասենք վարկ վեկալեն ու իրենց երեխուն բանակի հետո վարկի տակ ճռան ինչի համար տունը գրավ դնեն ամենահեզը տունը գրավ դնեն ամբողջ տան գումար հասկանում ես 20 միլիոն դրամ 40000 սկսելու են հա մարզերում կարաս հանգիստ մարզերում հա տուն ձեռքերես սկսելու են ասենք այդպես բաներ անել բանկերը սկսելու են վարկել դա դե խնդալու կարծես սպառողական ուստեղ հետաքրքիր է նաև օրինակ բանկային համակարգը ոնց է անմիջապես հենց վերադասավորվելու այս process-ներում հա ինչ որ արտոնյալ վարկեր արտոնյալը չգիտեմ բայց որ հաստատ օգտվելու է բանկային համակարգի այս ամեն ինչից ինձ թվում է ինքը բայց հասկանում եմ այդ process-ը լուծումների մասին ենք խոսում օրինակ ես իմ մեջ գցե բռնել եմ էլի տենց ոչ ոլորտային մասնագետ լինելով տենց հիմա ինչ որ ռազմական փորձագետներ կան չգիտեմ իրանք ինչ կարծիք ունեն բայց օրինակ ես մտածում եմ որ գոնե 6 ամիսը լիներ այդ 1 ամիսը չլիներ այսինքն լիներ որ գոնե հա ինչ որ գումար վճարում է քաղաքացին ինքնա որոշում հա ասենք ինքը իր տղեն կամ հենց այդ մարդու ուզմած առայ թե չէ բայց ինչ որ մարտական պատրաստության փուլ ասեն էլի ասենք 6 ամիս ասենք 6 ամիսը այլի օրինակ մի ամիսը ես չեմ հասկանում ինքը ինչ կարող լինի ասենք միջև ինքը պատշիվ կարես սովորելը իմանա կամ ասենք իմանա գնդապետի ու լեյտենանտի տարբերությունը ասենք всё ասենք մի 3 հատ տուլիկ sense կոպիտ ասած
բան անեն, սպառեն, պրսնելու է իրար։ Պրեսիակը լնելու է Հա, գալու։ պրիսակը այդ մի քիչ ինձ այդ միամից вообще անհասկանալի։ Լավագույն ցանկության դեպքում եթե զորամասում չլինես, չնկատի ու դու։ Այդ եմ ասում, դրա համար եթե այսպես լուծում անտրվի ու նաև պետքա քննարկվի, եթե լավ ծառայության արժեքը մի քիչ փոխվում է, էլի իր անկալումը։ Ինքը օրինակ Իսրայելում շատ են, չէ՞ խոսում Իսրայելի օրինակներ, այնտեղ օրինակ ծառայում են կամ այդ մարդ հետ բան ծառայության մեջ է իր նկատմամբ պետական վերաբերմունքի մասին, ոչ թե հասարակության, ուրիշ է լինում։ Օրինակ մարդկա օրինակ առաջարկում էր ուրեմն այսուհետ ասում է բան պետական պաշտոնյաները լինեն օրինակ ծառայող, այսինքն sense ինքը sense ոլորտային sense նեղ կարգավորում, այսինքն բանակից չեն կարող նենց անենք որ բանակ գան, փողը տան ազատ ու հարակից թեմաները ոնց է կարգավորել, չի անդրադառնում այս փոփոխությունը։ Ույս թվում է էսա կարևոր էլի հարցը, որ շատ կարճաժամկետ, կարճամիտ լուծում է բերել դրվել, որի ասենք հարակից ասենք ինչ ձև կարա ազդի մարդկանց վրա չի քննարկվել։ Այն մարդիկ, ովքեր որ գնալու են ծառայեն, իրեն շատ վատ են զգալու։ Առանց այնե ես ծառայության օրերը որ հիշում եմ, այնպես չի որ բոլորն ունեին այդ գիտակցումը, որ իրանք հայրենիքին ծառայում են։ Իսկ հիմա գոնե այն ժամանակ հա, եթե ինչ որ մի հատված է կար, որ այդ գիտակցումն ուներ, հիմա այդ հատվածն էլ է վերանալու ու երբ որ ասում էին այդ պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի քաղաքացու սահմանադրական պարտքն է, հիմա դա ուղղակի վերածվել է ֆինանսական պարտքի։ 20 միլիոն դրամ արժի իրանք այդ գինը դրել են այդ ծառայությունը ու մենակ այս բարոյական մթնոլորտը չստեղծելու համար պետք է ես ուղղակի չանել։ Հիմա որ ես ես նաև մտածում եմ որ իրականում պետքա սահմանադրականություն վիճարկել, սահմանադրական դատարանում։ Իսկ սկզբանե վիճարկվել է իրականում, եթե չեմ սխալվում բնեից այդ կարծիք ունեցել եմ, որտեղ այս նախագիծը նոր չէ, ինքը մի 2 տարի առաջվա է, ու այստեղ կարևոր է որ 21 թվին ԿՊ-ի նախընտրական ծրագրում էս ֆիքսված է եղել, որ ծառայության ժամկետը փոխվելու է, բայց թե ինչ կարգավորումներ ֆիքսված չի եղել։ Ու իրականում հենց սոցիալական արդարության կոմպոնենտով է ինքը հակասահմանադրական այդ ընկալումը ձևավորվել։ Ես չգիտեմ, պետք է այս թվում է մեծ ընդվզում լինի, որ այս process-ը կասեցնեն, որ այդ մթնոլորտի առաջ մենք չկանգնենք։ Հիմա խոսալով մեր վերջին թեմայի մասին, նաև դե երկրորդ նախագահն է երկար այդ ասուլիս չէ իրականում հարցազրույց էր տվել։ Հա երկրորդ նախագահը հարցազրույց էր, երրորդ նախագահը արդեն ճեպազրույց էր տվել, ուստեղ հերրակա ասենց ինչ որ բանավեճային հատված է կար։ Սա նաև ընդհանուր առմամբ սրա մասին քաղաքական դաշտում տենց ահագին երկար ոնց որ խոսվեց։ Այս դրա հետ կապված կուզենայի բան, լսեի թե ընդհանուր առմամբ ինչ update-ներ կար, ասենք ինչ նորություն կա, որովհետև իմ ընկալմամբ ես ինչ-որ նորություն չստացա, որովհետև երկրորդ նախագահի պարագայում հիմնական նարատիվը նույնն է, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացել են, դրա համար Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները չի կատարվել կամ Հայաստանի հետ հարաբերությունները վատ են, ու այս աղետները մենք ունենք։ Մյուս բանը այն էր, հետաքրքրական նոր նկատելի բանը այն էր, որ դե կոռուպցիայից խոսքը գնաց, նաև Քոչարյանը ասաց, որ օրինակ ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ ամենահարուստ մարդը հիմա Նիկոլ Փաշինյանն է ու արտաքին պարտքը 7 միլիարդով շատացել է, դրանից գոնե մի 2 միլիարդը ոնց է չլինի, իրանը կլինի։ Այս բաններ նորություններ նկատմամբ ինքն է փորձում հիմանի Փաշինյանի նկատմամբ, այսինքն ինչ որ 4 միլիարդի թեմա անընդհատ որ շրջանառել են իր շուրջ, երևի հիմա ինքն էլ փորձում։ Մյուս շատ քննարկված հատվածը այն էր, որ ասաց ես զանգել եմ երրորդ նախագահին այդ ցույցերի ժամանակ բուրըն հարցել եմ ինչ կա նորմալ է ոնց որ նախագահն ասել է կոնտրոլի տակ է, ասել ամեն ինչ կոնտրոլի տակ է։ 2 օր հետո հրաժարական տվեց ասում։ Սերժ Սարգսյանն ասում է դուք լեքսիկոնում կոնտրոլ բառը լսել եք Հետո ջեպասրություն ինքը հերքեց բանով Սերժ Սարգսյանը որ տենց բան եղել է։ Չեմ իմ նկատածը ես այն ինչ որ տեսել եմ նորություններ այդ կոռուպցիայից խոսալներ ոնց որ նախագահի մեկը բանն էր այն ինչ որ նորություն չէր այդ պատկերացումն էր ընդհանուր առմամբ Հայաստանի դիրքավորվածության մասով նորություն չէր նաև որ իմպիչմենտին իրանք կողմնակից չեն էսել էր պարզ ուրիշ տենց ես ինչ որ առանցնակի բան այս երկխոսության մեջ որպես այդպեսին չեմ նկատել։ Ես մի տպավորություն ունեմ երկրորդ նախագահի շարունակական ասուլիսներից հարցազրույցներից արդեն որ
Ես նաև ժամանակին հանդիպել եմ այդպիսի տեսակետներ մեղադրական ուղղված երկրորդ նախագահին, որ այնքը իր այս հարցազրույցներով ուղղակի իշխանության համար նոր այսպես թեմաներ է առաջ բերում կամ ուղղակի խոսում է եթերում է լինում, որպեսզի իշխանությունը զբաղվելու բան ունենա, այլ կերպ ասած շրջանակներ կան, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են անուղղակի համագործակցության մեջ եւ իրականում այս տեսակ ոչինչ չասող հարցազրույցները, ասուլիսները ոնց որ թե գալիս են ամրապնդելու այդ տեսակետի ճշմարտացիությունը եւ իսկապես չգիտեմ, այսպես կարծես թե օրակարգեր լցնելու խնդիր են իրենց արժեվ դրը։ Իմ համար նաև հետաքրքիր էր այն հատվածը, որ ինքը իր տղայի Լևոն Քոչարյանի մասին էր խոսում, ասում է դե եթե Լևոնը մի ելույթով կարողանում է 20 քպականի զբաղեցնի, խոսացնի, ուրեմն շատ լավ է։ Սա չգիտեմ ինչ անկեղծ խոստովանություն է, կարծես թե ընդդիմությունը իր արժեվ խնդիր է դրել ուղղակի իշխանությունների համար այսպես դառնալու այդ հայտնի ձևակերպման խոսացնողը կամ բոքսի տանձիկը, չգիտեմ, որ անընդհատ տենց ուղակի ես ուղակի այդ ինձ թվում է այդ ուղակի դեմքը մաքրելու ինչ-որ տես բան չստացված փորձ էր, որովհետև ասենք Արթուր Հովհաննիսյանը երբ չի խոսացել, կամ ասենք Ռուբեն Ռուբինյանը երբ չի խոսում, կամ այն մնացած Հակոբ Արշակյանը երբ չի։ Միշտ է երբ աժն լինում է գալի թալանից խոսում են, իրանց ասում են այդ իրանց հիմնական թեզերը արագ-արագ, այդ ուղղակի քան իմ ընկալմամբ կոնկրետ իրանք հասկացել են, որ այդքան էլ շահած դուրս չեկան այդ իրավիճակից, այդ դեմքը տենց փրկելու ոնց որ մաքրելու ինչ-որ մի հատ բան էր, էլի փորձ էր։ Բայց հետաքրքիր է, որ ինչքան մոտիկանում են օրինակ այդ 26 թվականի ընտրությունները, երկրորդ եւ երրորդ նախագահների այդ բացահայտ բախումները ավելի են մեծանում, ավելի ինչ-որ նոր բաներ են բացահայտում, հա, զանգեր եւ այլն։ Բայց դեռ իրար նկատմամբ հարգանքով գիծը պահում են դեռ, հա, ավելի ցածր մակարդակներում են, հա, որ ուղիղ իրար բաներով, բայց այդ որ առաջ ես այլակ առաջ անգամ որ ուղիղ ասեց այդպես մեղադես զանգեցի, ասեց կոնտրոլի տակ է, 2 օր հետո հրաժարական տվեց, ասում է, դել ոնց էր կոնտրոլը։ Ջեբը գցելու ձև է, էլի ինչ որ։ Հետաքրքիր է մինչև ինչքան կգնա օրինակ, հա, այս process-ները։ Ու սա նպատակը ես կարծում եմ, որ այն հիմնական ընդդիմադիր զանգվածն է, որ այդ ընդդիմ 10-20%-ը, որ ընդդիմադիր են, այդ 20%-ի մեջի ոնց որ փայաբաժիններն են փորձում իրանք իրար մեջ բաշխել մինչև ընտրությունները, ոչ թե Ես համաձայն եմ այդ կարծիքի հետ, որ նպատակը զուտ ինչքան ընտրությունները մոտենա, այնքան իրարից տարանջատում այդքան այդ ձեն փախցնոցի օպերացիան շարունակվելու է ու ստեր այս առումով չեմ կարծում, որ ինչ-որ նորությունները զուտ խոսույցն է սրվելու այդ բանով, ուստեղ նկատվում էր նաև այդ համեմատելով օրինակ բանի Սերժի Մեկե Քոչարյանի այդ բանը ճեպազրույցն ու իր բանը այդ հարցազրույցը այնտեղ նկատվում է որ Սերժ Սարգսյանը դե ինքը վաղուց էլ հայտարարել անձնապես ոնց որ չի ուզում ներգրաված լինի, չի ուզում ինքը իշխանություն ունենա, չի ուզում տեխնացու լինի, իսկ ոնց որ Քոչարյանի պարագայում իրավիճակը դա չի ու իմ մոտ տպավորությունն է որ բանով Սերժ Սարգսյանը հանգստանալու այն ժամանակ, երբ որ Ռոբերտ Քոչարյանն է այդ որոշմանը կամ որ հա ինքն էլ իսկ այդ ժամանակ երկուսով միասին կգնան թոշակ։ Իրական Քոչարյանը այդ պահն էլ է ասում 21 թվականի հետ կապված, որ ասում է սկզբից իրանք ասացին չեն լինելու ընտրություններին, ասում եմ եկե մամուլից իմանում եմ, որ կան ու ասում զանգում եմ, ասում դե մեր ջահելները ինձ համոզեցին, որ պետք է ընտրության մասնակցել։ Ինձ միշտ այդ բանը երրորդ նախագահի մեկնաբանությունները, որ ինքը խիա ինչ որ որոշում կայացրել, շատ հետաքրքիր է լինում։ Օրինակ ինձ ջահելները համոզեցին կամ չգիտեմ փողոցով քայլում էի, տեսա որ այս ինչը կախված է, որոշեցի որ պետք է այսօր հեղափոխություն անենք։ Զանգրողը որ հարցնում, բայց Մարուկյանը բեռավ ասել եմ, որ ինքը երրորդ դեսից ցավ։ Ինչ ես ասեմ թաղման օրը երբ ասում, ստիպում ես հարցը շատ լավն է։ Չգիտես առասարակ Սերժ Սարգսյանի խոսալու ձև միշտ են տպավորությունս որ ինքը կապ չունի դա չէ կողից է խոսում հենց ինքը կողից ամեն ինչին նայում է ոնց որ ինքը որոշում չի կայացնում իրան մեկ համաձայն հասկանում այս process-ը իրականում այնքան հետաքրքիր դատական նիստի վաղտ ասում են որտեղ եք ապրում
Հասցե որ չեր հիշում ոնց։ Ասա մարս կոտայք հետո ցես կողից հարցնում։ Այդ բանը էս հետա։ Այսինքն այդ իրականում ինքը դիտմամբ չի անում, ինձ թվում է ցույց է տալիս որ ինքը իր ուղղակիորեն ներգրավվածությունը sense բաներով է, էլի դիրեկտիվաներով է, ինքը տենց ուղղությունները տալիս, ասում մոտավոր մենք այստեղ ենք, էլի իր կուրսակցությանը, ու ինքը անձնապես տենց շատ հետաքրքրված չէ, էլի ինչա տես։ Ամիջականորեն իր միջամտությունը հնարավորինս փորձում է նվազեցնի։ Բայց երկրորդ նախագահ հակառակը։ Հիմա տպավորությունն է, որ հանրապետական կուսակցությունը եւ պատիվ ունեմ ֆրակցիան առհասարակ շատ Սերժ Սարգսյանի շատ որոշումներից տեղյակ չի։ Այս թվում է։ Հատենտ առերևույթ իրաց գործողություններից եւ հանրային հայտարարություններից եւ դրան հետեւած քայլերից տպավորություն է ստեղծում, որ իսկապես տեղյակ չի եւ այդ պահին են իմանում թե Օրինակ Իշխան Զաքարյանի ֆենոմենը, օրինակ Սերժ Սարգսյանը այդ առումով ինքը բացառիկ է, էլի իրոք, ասենք կարա, ասենք իշխանության մեղադրի կոլաբորացիոնիստ լինելու, թուրքամետ եւ այլն, պոպուլիստ եւ այլն, մեկ էլ Իշխան Զաքարյանի հետ Սերժ Սարգսյանը քայլելով գնում է ինչ-որ հուղարկավորության կամ կարևոր միջոցառման ու այդ Իշխան Զաքարյանն պատգամավորն է, որը դուրս է եկել պատիվ ունեմից, դարձել է անկախ պատգամավոր, ինքը հանրապետականից է եղել, տարիներ շարունակ տարբեր կոռուպցիոն սխեմաներով մեղադրվել է, Սերժ Սարգսյանի տարիների պաշտոններ է զբաղեցրել ու այս պահին կարելի է ասել ինչ-որ չափով ԿՊ-ի օրակարգն է սպասարկում ԱԺ, այսինքն ընդդիմությամբ գրեթե բոլոր նախագծերին կամ ձեռնպահ քվեարկում կամ դեմա քվեարկում Այս մենակ ուզում ասեմ շարունակում մնալ Սերժ Սարգսյանի կողքին։ Այդ Սերժ Սարգսյանը ինքը տենց կարում է էլի դիրքավոր, ինքը կարում է տենց կյանքով ապրի, ոնց ասեմ, մենակ իր մոտ կա։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի դեպքում չի կարա տենց լինի, ինքը տենց մի քիչ կտրուկ կարա միջամտի կամ ուղղակիորեն ներգրավել։ Սերժի դեպքում մի քիչ հակառակն է։ Չէ, Սերժի դեպքում օրինակ արտաքին քաղաքականություններ էր տենց։ Ինքը Նակ ասում էր Աղդամը իմ հայրենիքը չի, բայց իր թիմի անդամները հարցակվում էին այն մարդկանց վրա, ովքեր բանով փողզիջումային տարբերակից առհասարակ մտքներով անցնում էր։ Կամ այդ նույն բանով իրանց ժամանակ համալսարաններում արկա այդ ռազմայրենասիրական քարոզչությունը։ Ինքը խաղում է իր անձնական եւ իր սեփական խաղը եւ մի հատ էլ խաղում է իր կուսակցական խաղը, էլի կարելի ասել։ Հայերևի ոչ մեկին ոչ մի բան ուղղակի չի ասում, տենց չգիտեմ, իրա պատկերացրածով տենց ապրում է էլի։ Ասում իրա ջոգելով ապրում։ Ինչ ուզում անում։ Ու բանով դրա համար է այս հիմա որ հետ նայում եմ, դե Էդմոն Մարուքյանի տեխնացիան պահը որ եղավ, ինքը զանգեց, չէ՞, օրինակ Հայկ Մամիջյանը որ հեռախոսը վերցրեց, եւ այդ էլի տեղյակ չէր, ասենք ինչ են ասել, ոչ մեկ տեղյակ չէր, երեք սպասում էին։ Բանը ղեկավարը մի բան ասի։ Հա, ղեկավարը զանգի մի բան ասի։ Because ամփոփելով այս հատվածն ու ընդհանուրն նոր բան ստեղում ենք ինչ-որ տես չենք տեսել, այսքան ժամանակ որ քննարկում են այնտեղ սոցիալական մեդիայում բան այդ ուղակի էզուտ քաղաքական մոնոպոլիզացվածությունը ասենց պահելու համար է իմ ընկալմամբ մնացածի հետ կապված արդեն կսպասենք տեսնենք թե իրադարձությունները ոնց են զարգանում ու արդեն կհանդիպենք կարձագանք եկող շաբաթ։ Եկող շաբաթ